Մարմնի լեզուն չի բնորոշում մարդուն, ինքը շատ սիտուատիվ է։ Դու կանգնում ես մի երկու րոպե, տեստեստերոն ես հավաքում, նոր ես մտնում սենյակ։ Մեծ լսարաններին ուզում ես համոզես նրանում, որ դու ճիշտ ես, եւ իսկապես հավատում ես, որ դա քեզ համար եւ իրանց համար լավ է, արա, ցավոք, կարում ես արա։ Դու կարծում ես Հիտլերը հավատում էր, որ բոլորի համար իր արածը լավ է։ Դա հարց է տալի։ Ես եկեղեցում չեմ ամուսնանալու, որովհետև ես չեմ ուզում պարտավորված լինեմ ինչ-որ մի հատ ինստիտուտի կողմից։ Ինչ է կատարվում ստեղ։ Ֆիդբեք տալը մարդիկ ընկալում են անձնական, շատ անձնական։ Ինչքան որ տուպո ես, այդքան ավելի ինքնավստահ ես։ Այս թողարկման հյուրը Սերգեյ Թանտուշյանն է։ Մարդ ով տարիներ շարունակ սովորացնում է լիդերներին, գործարարներին եւ տոպ մենեջերներին ինչպես ճիշտ խոսալ, ազդել եւ լինել համոզիչ։ Խոսեցինք ինչու խելացի մարդիկ հաճախ պարտվում են ավելի աղմկոտ ու պակաս կոմպետենտ մարդկանց, հնարավոր է արդյոք մարդուն կարդալ առաջին հայացքից, ինչպես տալ կոշտ ֆիդբեք առանց թշնամի դառնալու եւ որտեղ է անցնում ազդեցության եւ մանիպուլյացիայի սահմանը։ Քննարկեցինք նաեւ հայկական շփման մշակույթը, հրապարակային խոսելու վախը, խարիզման եւ ինչու ոմանք դառնում են ուժեղ խոսնակներ եւ բլոգերներ, իսկ մյուսները ոչ։ Անպայման բաժանորդագրվեք ալիքին, որպեսզի բաց չթողնեք նոր թողարկումները։ Գնացինք։ Մերսի շատ, որ եկել ես իմ ոդքասթին, շատ հաճելի է քեզ տեսնել ու շատ վաղուց սպասված հյուր ես դու իմ մոտ։ Ես շատ վաղուց ուզում եի կոմունիկացիայի մասին խոսային ոդքասթի ժամանակ եւ դու կարծում եմ լավագույն տեխնացուն ես այդ թեմայով խոսալու մասին։ Փորձեմ չի հաստատացնեմ։ Անպայման։ No pressure։ Քանի որ ես գիտեմ, որ դու կոմունիկացիայի մասնագետ ես ու դա ոնց որ քո կրթության անցած ճանապարհի մի մաս է, ես կուզեի սկսել մի փոքր էքսպերիմենտից եւ ոչ վերբալ կոմունիկացիայի մասին է դա լինելու։ Խնդրում եմ դու կարաս ասես մտնելով սենյակ, մտնելով ոնց որ ինձ ողջունելով առաջին 10 վայրկյանում ինչ սիգնալներ ես կարդացել եւ վատ եւ լավ։ Դեպապերք ես ուշացա։ Ու այդտեղ ինչ որ ես ջոգեցի, որ դու սպասում ես։ Հա, երևի ինձ նստած սպասում էր եւ այլն, եւ դրա ես չտեսա շատ ժպիտ։ Ինչքան հիշում եմ, դու նստած կոֆե էիր խմում, ես դրա համար որոշեցի, որ պետքա այդ մեղքը միանգամից վերցնել, ասել արդ կներես բանից չսենց բաներ, ու խոսակցությունը ոնց որ դզվեց, այսինքն ավելի բաց մարմնի լեզու սկսեցի ես նկատել, հա, ժպիտ, բաց դիրք, առաջ եկած հետաքրքրվածություն եւ այլն։ Երևի դա էր։ Իսկ վատ սիգնալները, որոնք դու կարդացել ես, ես ասում եմ հասկանամ, կոպիտ ասած, եթե մենք քո այդ բանակցություններ վարենք ու դու գայր ու մոռանանք այն փաստը, որ դու ուշացել ես։ Կարծում եմ, եթե CEO-ն ինչ որ ընկերությանը հանդիպեր ինչ որ ինվեստորի հետ, երկուսն էլ ինչ որ սիգնալներ կկարդային, համ վատ համ լավ։ Դե նայ ոնց է, ուրեմն այդ լրիվ ուրիշ թեմա է, երբ որ դու ունես, ասենք, համոզելու նպատակ հատուկ, հա, եւ ինչ-որ բիզնես անելու, եթե ունես համագործակցային բանակցության նպատակներ, այսինքն ուզում ես մաքսիմալ այս մարդու հետ պայմանագիր կնքել, ընկերանալ եւ այլն, հա, ենթագիտակցություն, իսկ ավելի լավ է գիտակցություն եւ իմ ամբողջ կուրսը հենց դրա մասին է, որ դու գիտակցված կոմունիկացիա ունենաս եւ հարմարեցնես քո կոմունիկացիան դիմացինին, հա, այդ դեպքում ուրեմն գիտակցված պետքա ժպտալ, առաջ գալ, ձեռք սեղմել, ձեռքերը ցույց տալ սեղանի տակ չպահել, հա, այլինքն երևա, որովհետև ենթագիտակցություն, եթե մենք չենք տեսնում դիմացինի ձեռքերը, չենք վստահում իրան, եւ հենց ձեռք սեղմումը այդտեղից է գալիս, որ դու ցույց ես տալիս, որ իմ ձեռքում ոչ մի վտանգավոր բան չկա։ Մինչդեռ եթե մենք պահում ենք մեր ձեռքերը մեջքի հետևում, միանգամից դիմացինը, ելի նորից ենթագիտակցություն, որ գալիս է մեր գենետիկ հիշողությունից, չի վստահում մեզ, որտեղ կարծում է, որ այնտեղ կա ինչ-որ մի հատ վտանգավոր պահած օբյեկտ, որ մեզ կարող է վնաս տա։ Քո փակ դիրքը հիմա օրինակ, ինքը կստացի գավառա ստեղ ես այնքան եմ դժվարությունների հանդիպում հայկական հատկապես միջավայրերում, երբ որ դասավանդում եմ, տրեյնինգներ եմ կարդում, այս հայտնի, հատկապես հայտնի մարմնի լեզվի սխալների հետ կապված, որովհետև մարդիկ կարծում են, որ եթե փակ դիրք է, հա, սա է միայն փակ դիրքը, եւ դա բնորոշում է մարդուն որպես փակ մարդ։ Հա, առաջին բանը ես ինչ որ ասում, 3 օրենք ունեմ մարմնի լեզվի մասին, երբ որ ոնց որպես introduction, որպես ասենք ներածություն, որպես այդ սա խնդիրները հանենք։ Առաջինը մարմնի լեզուն չի բնորոշում մարդուն, ինքը շատ սիտուատիվ է։ То есть եթե դու փակ դիրք ունեցար, ընդունեցիր, դա չի նշանակում, որ դու փակ մարդ ես, այդ նշանակում որ դու այս պահին այս սիտուացիայում փակվեցիր ինչ-ինչ պատճառներով, ընդ որում դրանք կարող են լինել եւ ներքին եւ արտաքին։ Կարող է դու ահավոր ներվայնացար ինձանից, փակվեցիր ու ուզեցար մենակ մնաս, կամ կարող է ու ես էի պատճառը,
Կամ կարող է դու ինչ-որ բան հիշեցիր, որ քեզ ինչ-որ փոքր դիսկոմֆորտի մեջ դրեց այս պահին եւ սիտուատիվ մի պահ փակվեցիր, որտեվ ուզում ես մենակ մնաս այդ մտքի հետ, հա, ու տես չգիտեմ, եւ հետո կբացվես։ Բայց այդտեղ կա մի բայց, ես այս դիրքը ընդունեցի նոր հատուկ, որ գրավեմ քո ուշադրությունը ու հետաքրքիր է, որ դու այդ ուշադրությունը դրա վրա դարձրեցիր։ Եթե դու նայես իմ ոդկասթները, ես շատ հաճախ նստում եմ այս sense-ը, դա իմ փակ դիրքի մասին չի խոսում իհարկե։ Ես հակառակը կասեի, ես շատ հաճախ sense հետաքրքրությամբ լսում եմ, ու ինձ տեղ sense ոնց որ ավելի հարմար է, ես ձեռներս ոչ մի բան չեն անում, ես մենակ լսում եմ ու նայում եմ ուշադիր։ Որտեղ դու մտնում ես քո կոմֆորտի զոնայի մեջ, փակվում ես եւ մտնում ես քո կոմֆորտ զոնը, որ լսես։ Այստեղից ոնց որ կա հաջորդ հարց ունեմ, կա երկու լագեր, ոնց որ այն մարդկանց, որ հավատում է այդ ժեստերի լեզվին, ու այն մարդկանց լագերը, որ չի հավատում դրան, ու այս վերջերս արդեն այնքան աբսուրդային է դարել այդ թեման, մարդ կա ասում է կա ուժի պոզաներ, դու կանգնում ես մի երկու րոպե, տեստեստերոն ես հավաքում, նոր ես մտնում սենյակ։ Որն է այստեղ միջինը, ոսկե միջինը։ Եվ հենց այն երկու օրենքն է, առաջին օրենքը այդ էր, հա, որ մարմնի լեզուն սիտուատիվ է եւ չի բնորոշում մարդը։ Երկրորդ օրենքը հենց դրա մասին է, եւ ինքը ոնց որ հետեւյալ ֆրազան է՝ մի խորացի։ Մի խորացին նրա մասին է, որ մարդիկ կարծում են, որ այդ քո ասած այդ առաջին լագերը, որը որ շատ խորանում է, գիտի, որ եթե ձախ ձեռքն է վերևից, իսկ աջ ձեռքը ուրիշ է, դա ձախ ձեռքով բան, իրանք իրենց ինչ որ տենց KGB-շնիկների տեղ են դրել ու NLP-ի մեծ մասնագետների, հա, մի խորացեք, որովհետև նախ եւ առաջ չեք կարող, հա, որովհետև այդ սաղ դետալները հասկանալու համար դու պետք է ունենաս, չգիտեմ, 5 տարվա, չգիտեմ, KGB-ի դպրոցի կրթություն կամ Harvard-ի Neuro-linguistic programming-ի, հա, պրակտիկ փորձ, պոլիցիայում աշխատես մի քիչ, չնայած այդ Նավարոյի գիրքն էլ դենց է ուզում, պրոստը պատուանից դու շպրտեի, որովհետև էլի ինքը տալիս է ռեցեպտներ, ինքը տալիս է դեղատոմսեր, որ եթե սենց, ապա սենց ոչ, այդ նաև կարա լինի ուրիշ բան։ Այդ մի խորացեքի լուծումը հետեւյալն է, պետքա ոչ թե կոնկրետ դետալների մեջ խորանալ մարմնի լեզվի, ձախ ձեռքով ինչ որ բան արես, թե աջ, սենց արես, թե սենց արես, թե ինչ արես, հա, այլ պետքա հասկանալ, թե դրա հետևի նպատակը ինչու՞մ է։ Ես, այսինքն, եթե սենց եմ փակվում կամ աթոռի վրա եմ հենվում, կամ ասենք ամբիոնի հետևից եմ դասավանդում, օրինակ, կամ ավելի հեռվանում եմ իմ աուդիտորիայից, այդ բոլորը մի բան է նշանակում՝ փակ դիրք, այսինքն առանձնանալու որոշակի դիսկոմֆորտ։ Հիմա թե դա ոնց արտահայտվեց, հա, սենց թե սենց, այդ արդեն պետք չի խորանալ, որովհետև մեկը չենք կարող։ Դա երկրորդն է։ Եվ այդ լագերի մարդկանց, ովքեր որ շատ խորանում են ու հավատում են ու կարծում են, որ իրանք մեծ էքսպերտներն են, ես կարամ ասեմ, որ լավ, մի հատ հանգստացեք, էլի։ Բայց կա երրորդ լագեր, այն մարդկանց, ովքեր որ դեմքնել են կարդում, ու այդ կամ շատ լուրջ փսիխոզ է, կամ իսկապես աշխատող բան է, որովհետև դրա հիման վրա սերիալ են նկարել Lie to me, Հավատում ես դու դրան։ Իհարկե հավատում եմ, եթե դու զգում ես այդ ամեն ինչը քո կյանքի փորձով, քո տվյալներով, հա, ստուգած ունես, կարծում, բայց ոչ թե 100%-ով է պետք սրան հավատալ, հենց իմ ասածը հենց այդ է։ Բայց դու չես կարծում, որ դա ինչ որ պարզացում է մարդու էմոցիաների, մարդիկ շատ տարբեր են, 8 միլիարդ հոգի է ապրում այս աշխարհում, տարբեր culture-ներ, տարբեր ազգությամբ մարդիկ, մի ազգության մեջ, չգիտեմ, այս կարող մի բան նշանակի, մյուս ազգության մոտ ուրիշ բան նշանակի եւ բայց կա նաեւ գենետիկի բազա, то есть ասենք բոլոր ազգերի մեջ, հա, զարմանքը կամ վախը կամ զայրույթը կամ պոզիտիվ էմոցիաները նույն ձևով են արտահայտվում դեմքի վրա, հա։ Այդ ամեն ինչը, այսինքն, եթե դու գիտես ինչ որ օրենքներ, դու եւ փորձել ես եւ հասկանում ես դրանք, շատ կարդացել ես, շատ լավ է, բայց նաեւ միշտ պետք է այն տոկոսը թողնել, որ իսկ միգուցե չէ։ Այդ մարդը պրոստը, ասենք օրինակ слишком էմոցիոնալի մարդ է։ Այն ինչ որ դու կարծում ես, որ ինչ որ էսա նշանակում, իր մոտ այլ էմոցիա է, կամ մուտացիա եղել ուրիշ էմոցիայի մեջ։ Իսկ դու չես կարծում, որ կարելի է այդ ամեն ինչը իմանալով մանիպուլացնել լուրջ խոշոր աուդիտորիաներով։ Այսինքն սկսած քո լսարանից, համալսարանում, վերջացրած երկրով։ Նայ, մանիպուլյացիայի մասին էլ կարելի է խոսել, բայց դա երրորդ օրենքը կա, որը չենք մոռանում, հեսա կասեմ։ Ուրեմն մանիպուլյացիան շատ բարդ տերմին է, մենք ունեցել ենք իմ գոլեգայի հետ Վահրամի հետ, սրա հետ կապված դեբատ եւ
ըստ ինձ, եթե դու ունես նպատակ, ես դրանք անվանում եմ համոզիչություն ավելի շատ։ Եվ եթե դու համոզում ես էմոցիայով, տվյալներով կամ քո անձով, հա, լոգոսով, էթոսով կամ պաթոսով, դիմացինին ինչ որ բանի մեջ, որը որ եւ իր հետաքրքրություններից է բխում։ Օրինակ, որպեսի հիվանդը ընդունի իր դեղերը, որը իր համար էլա լավ, հա, կամ ուսանողը սովորի ինչ-որ բան, որը որ ամենայն հավանականությամբ իրան կօգնի, կամ գոնե կտա մեկ այլ պերսպեկտիվա։ Այդ ժամանակ ինքը ինչա մանիպուլյացիա է, թե համոզիչություն։ Միգուցե մանիպուլյացիա ամեն դեպքում, ուղղակի մենք սովորենք, որ մանիպուլյացիա բառը նշանակում է ինչ-որ վատ բան միշտ։ Ես տարբերությունը դնում եմ նրա մեջ, որ ինքը լավ նպատակներով է այդ համոզիչություն տեղի ունենում, թե վատ եւ ում համար է, հա, ավելի շահավետ, եթե փող շահավետ է, ինքը մանիպուլյացիա չի, ինքը համոզիչություն է։ Նենց որ եթե դու մեծ լսարաններին ուզում ես համոզես նրանում, որ դու ճիշտ ես, եւ իսկապես հավատում ես, որ դա քեզ համար եւ իրանց համար լավ է, արա ցավը տանեմ, կարում ես, արա։ Դու կարծում ես Հիտլերը հավատում էր, որ բոլորի համար իր արածը լավ է։ Լավ հարց ես տալի։ Նայ, ես մի հատ անուղակի պատասխանեմ այս հարցին։ Մենք մի հատ кейս ես մի հատ кейս ունեմ արդեն, իմ գոլեգան Ստենֆորդից Սարան Շիրազյան, ինձ մոտ հյուր էր եւ այդ кейսը հիմա ես օգտագործում եմ, մեկ անգամ արդեն օգտագործել եմ, ինքը հետեւյալ кейսն է, որ պատկերացրա COVID-ի ժամանակ Բրազիլիայի պրեզիդենտը, որը ունի 5 միլիոնանոց աուդիտորիա, ինչ որ մի հատ անհեթեթ բան է post-անում follower-ներին իր, ասում է, որ COVID գոյություն չունի եւ այս դեղը, վիտրինարնի դեղը ընդունեք, ձեր սիմպտոմները կանցնի, հա։ Եվ кейսը հետեւյալում է կայանում, որ ես իմ ուսանողներին բաժանում եմ դերերի, իրանք Facebook ընկերության աշխատակիցներ են, ամեն մեկը պատասխանատու է տարբեր ֆունկցիայի համար եւ ասում եմ հիմա որոշեք ինչ եք անում ու ձիբատ արեք ու վերջում ինձ ասեք ինչ եք անում այս սիտուացիայի հետ։ Օրինակ իրավաբանական բանի դեպարտամենտի ղեկավարը ասում է պետքա դատի տալ, հա, government relations-ը հարաբերություններ պետական մարմինների հետ, ասում է չէ, ոնց թե պրեզիդենտը է այս մարդը, հա, մենք դիպլոմատический սկանդալի մեջ ենք հայտնվելու։ Այնտեղ UX UI-ը կամ PR-ը ասում են, որ կարմիր մի հատ label դնենք, որ գրենք չստուգված ինֆորմացիա։ Ու տենց։ Եվ վերջը մի հատ ինչ-որ որոշում են կայացնում, եւ վերջում ես փակում եմ այս քեսը հետեւյալով, ասում եմ, օքեյ, շատ լավ որոշում կայացրեցիք, բայց հասկանում եք, չէ՞, որ դուք այս որոշումը կայացրեցիք ձեր հիմիկվա մտածելակերպով, ձեր հիմիկվա տվյալների հիման վրա։ Այսինքն այն ինչ որ դուք հիմա գիտեք, դա է ոնց որ ազդե ձեր որոշման վրա։ Իսկ այն ժամանակվա ինֆորմացիայով նույն որոշումը կայացնեիք, արդյոք թե չէ։ Հիմա քո հարցին վերադառնալով Գիտլերի հետ կապված, հա, մենք հիմա կարանք, քանի որ գիտենք ինչ եղավ ու ոնց եղավ եւ այլն, այս տվյալներով մենք կարող ենք ասել իհարկե ինքը սարսափելի մարդ էր, ինքը տականք էր ու լիքը փաստեր բերենք, հա, ու սենց, բայց դու չգիտես իր մոտ, իր գլխի մեջ ինչ էր կատարվում։ Բայց նայ, մենք անգամ չգիտենք արդյոք ինքը, այսինքն նայ, հիմիկվա մեր bubble-ի մեջ, իսկ ես կարծում եմ մենք ապրում ենք մեծ մի հատ bubble-ի մեջ, հաղթողի bubble-ի մեջ։ Մենք գիտակցում ենք, որ այո, Ստալինը միգուցե վատ բաներ էր անում, բայց ճիշտ էր։ Հիտլերը հաստատ վատ բաներ էր անում ու սխալ էր։ Բայց եթե պատմությունը գնար ուրիշ ձև, արդյոք մենք հիմա տենց կմտածենք։ Տեսել ես այդ կինոն Amazon-ում, հա, Man in a White Castle-ա կոչվում, թե ոնց որ անտիուտոպ, բանա ոնց որ սցենարը, որ պատկերացնում են, որ Ճապոնիան եւ Գերմանիան են հաղթել երկրորդ համաշխարհային պատերազմը, ու ամերիկյան ֆաշիստական սիստեմայի մեջ է աշխատում։ Ես տեսել եմ մեմերը դրա մասին։ Ու կա փոքրիկ մի հատ խումբ, որը որ հակառակն է մտածում եւ փորձում են սիստեման քանդի։ То есть կա նաեւ այտենց մոտեցում։ Հա, հետաքրքիր է մասշտաբների տարբերությունը, ոնց որ մարդը կարա լինի Հիտլերի նման համոզիչ, բայց չունենա այդ նույն արդյունքները, չգիտեմ, կամ Ստալինի նման համոզիչ, ու երկուսն էլ ոնց որ բեմից խոսան, բայց մեկը ոչ մի բանով կյանքում ոչ մի բանին տենց լուրջ կյանքում չհասնի, բայց նույն մարդը, նույն effort-ը գործադրել, ուսած երկիր է գրավել, իր երկիրն է գրավել, հետո կողքի երկրներ է գրավել։ Ինչու՞մն է տարբերությունը սովորական, չգիտեմ, աուդիտորիայում ելույթ ունեցող մարդու ու վստահ մարդու։
միջազգային մասշտաբի լիդերից։ Դե նայ, ինչու՞մ է տարբերությունը քո հարցին, ես կարամ ասեմ հետեւյալը. երկուսն էլ երևի թե ունեն, ընդ որում դու բերում ես ինձ թվում է իրար սխալ ենք հասկանում, բայց ես կարծում եմ, որ դու բերում ես Ստալին որպես լավ օրինակ, հա։ Չէ, ես իրան դնում եմ ոնց որ Հիտլերի կողքը ու սովորական շարքային մարդուն, որը չգիտեմ շարքային չէ, բայց ինչ որ TED-ի սպիքեր օրինակ, որը տենց էլ կմնա TEDx-ում նորմալ է, երկուսն էլ նմանությունը ավելի շատ, հա, միակ կարծում եմ, հա, ակնհայտ նմանությունը կանում է նրանում, որ երկուսն էլ ունեն կոմունիկացիոն հմտություններ, լավ, եւ կարողանում են իրանց նպատակներին համապատասխան պահել աուդիտորիա կամ համոզեն աուդիտորիա։ Հարցը ավելի շատ ինչու մի մարդու հետևից գնում են մասսաները, մյուսի հետևից ինչքան էլ ինքը լավ խոսա չեն գնում։ Դե որտեվ երևի թե միայն սկիլերի մեջ չի հարցը։ Նրա մեջ է կոնտենտը, նրա մեջ է թե սիտուացիան, ոնց է որտեվ դու Գիտլերի մասին նայես, պատմությունը նենց է, որ այնտեղ Գերմանիայում հիպերինֆլյացիա էր եւ սոցիալական վիճակը արդեն նենց սարսափելի էր, որ մարդիկ գնում էին դեպի ծայրահեղություններ։ Եվ ինչ որ մեկը պետք էր ընդեպ որպես փրկություն, որ խոստանա եւ այդ հմտությունները համոզիչության, այդ հռետորական իր հմտությունները նաեւ աշխատեցին, որովհետեւ սիտուացիան էր համապատասխան։ Ճիշտ պահին ճիշտ տեղում հայտնվելը, իհարկե կարևոր է, բայց ինձ թվում է այստեղ խարիզմայի հարց էլ կա։ Դու կարաս լինես ինչքան, այսինքն նախ խարիզման շատ տարբեր ձև է անցալվում, ու ես մինչև հիմա տենց էլ չեմ կողմնորոշվել այդ ինչա, որովհետև դու նայում ես մեկ-մեկ, մարդ կա public չի ընդհանրապես, բայց դու իր հետ խոսում ես one on one ու դու հասկանում ես, որ ինչ որ գիգանտ է մտքի, բայց մարդ կա բեմից խոսում է ու ընկերությունը ղեկավարում դնում ես ասում ես ինչի մասին այդ մարդը ընդհանրապես։ Մենք ունենք ՄԱԿ-ում մի հատ պրոյեկտ կար, որտեղ որ ես կոմունիկացիոն mentorship էի անում, coaching չէ, ավելի շատ mentorship էր դա, ու թիմային, եւ գիտնականների խումբ կար, որոնք որ ունեն գյուտեր, շատ լավ, իրականում շատ լավ գյուտեր, եւ ես իրենց սովորացնում էի, թե ոնց է պետք է կոմունիկացնել բիզնեսմենի լեզվով, ոնց ինվեստորի հետ խոսա։ Դու չես պատկերացնում, իհարկե կային մի քանի հոգի, որ շատ լավ կարողանում էին սա բացատրել, բայց հիմնականում գիտնականները մեծ խնդիր ունեին բացատրելու հետ եւ խոսելու ինվեստորի հետ նույն լեզվով։ Չես պատկերացնում, ասենք ինչքան դժվարություններ են ունեցել, բայց ոչ միայն հմտություններ ձևավորելու հետ կապված, խոսալ, աչքերի մեջ նայել, բան կարողանալ ներկայացնել, public խոսել, բայց նաև մենք ունենք, ես ունեի խնդիր իրանց հետ համոզելու, որ իրանք մի հատ իրանց այդ մեծամտությունը մի կողմ թողնեն, եւ ոչ թե վերևից խոսան, որ տիպը ես տեխնիկական մարդ եմ, ես ասենք ֆիզիկոս եմ, ես գիտեմ, որ այս ինչ ֆորմուլան է այստեղ գործում եւ չեմ լուսի ճառագայթը բեկվում է այս անկյան տակ, հա, իսկ դու պրոստը հասարակ մահկանացվես, որ դեբիլ ես, որովհետեւ այդ ամենը вообще չգիտես, չես հասկանում։ Ուզում ասեմ այդ մասը պետք է մի կողմ թողնել, հա, կոնտենտի վրա աշխատել եւ հետո հմտությունների վրա։ Ես այդ public speech-երի թեմայից ուզում եմ շարունակեի դեպի blogging ու հասարակական տենց հայտնի ինչ-որ դեմք լինելը։ Այս վերջերս ես իմ ընկերների հետ քննարկում եմ մի հատ թեմա, որ միգուցե եւ հետագայում այդքան կարևոր չի լինելու շատ դեպքերում, ինչքան դու լավ մասնագետ ես, որովհետեւ եթե դու շատ լավ դա ներկայացնես սոցցանցերում, նույն LinkedIn-ում կամ նույն Instagram-ում, քեզ մեկը ավելի շատ են վստահելու, որ այսինքն effort-ը, որ դու պետքա անես, որ վստահություն ձեռք բերես ունենալով հասարակ ինչ-որ բլոգ, ավելի քիչ է, քան եթե դու ուղղակի effort դնես, որ դառնաս լավ մասնագետ, դու պետք է պրոստը քո եղած սկիլերը ճիշտ ներկայացնես, որ հասնես հաջողությանը։ Ինչ ես դու մտածում դրա մասին։ Նույն բանը, ինչ որ մեր նախորդ խոսակցության ժամանակ, որ դա մի հատ բան չի, էլի, ոնց որ ներկայացնել չի, ոնց որ մեր նախորդ խոսակցության ժամանակ մենակ public speaking-ի հմտությունները չէր, այլ նաև լիքը տարբեր ֆակտորներ, հա, քո ասած խարիզման, սիտուացիան, հա, իր նաև այդ աջակցող մեխանիզմները, որոնք որ ուժեղացնում էին, նույն ձևի ինձ թվում է այստեղ ոչ միայն կոնտենտը ներկայացնելն, հա, այլ նաև կոնտենտի ուժեղությունն է, ակտուալությունն է, տրենդայնությունը, հա, ընդ որում ոչ թե ես TikTok-ային տրենդի նկատի ունեմ, այլ ընդհանուր, հա, ոնց որ տրենդի մեջ է, ակտուալ է, ակտուալություն ավելի շատ sense ասեմ։
Լիքը ֆակտորներ է եւ ես կարծում եմ այո կլինի լիքը ինչ որ անկապ կոնտենտ որ զրոյական է բայց ներկայացման արդյունքում դառավ ինչ որ հայպային բայց դա կարճաժամկետ է կարծում եմ եւ կլինի լուրջ կոնտենտ լավ որը որ երկարաժամկետ կմնա նաեւ լավ ներկայացված ու այդ դա կլինի ամենաուժեղ կոնտենտը Հետաքրքիր է որ շատ հաճախ լավ մասնագետները ուղղակի այդ քայլին չեն դիմում, մինչև վերջ այդպես չեն դիմում, բայց այն մարդիկ ովքեր որ ավելի քիչ գիտելիք ունեն, չգիտես խի, այդ քայլին կարողանում են դիմել, սկսում են խոսալ, սկսում են ու դրա արդյունքում ի դեպ զարգանում են որպես մարդ։ Մի անգամ ես խոսակցություն եմ ունեցել մի բժիշկի հետ, որը ասաց, որ հայտնի բժիշկի հետ, որը ասաց, որ այդ հայտնիությունը իրան նաև ստիպում է դառնալ ավելի լավ բժիշկ, ինչ իսկ այդ հնարավորությունը չունեն այն մարդիկ, ովքեր որ արդեն իսկ լավ մասնագետ։ Երկու բանի մասին եմ խոսում, նախ մի էֆեկտ կա Դաունինգ-Կրյուգերի համոզված եմ գիտես, որ ինչքան որ տուպո ես, այդքան ավելի ինքնավստահ ես։ Այդ մոմենտը կա, բայց հետո խոսում ես երկրորդ ոնց որ этаպի մասին, որ եթե դու այդ քաջությունը վերցրեցիր, հա, ոնց որ ասում են fake արեցիր, հա, ձև արեցիր, յանի գիտես ու իրականում իմացար։ Այդ fake it till you make it։ Հա, ու դա սկսեց աշխատել, այդ սկզբունքը կոմոդ, հիմա արդեն դառնում է այդ քո բժշկի ասած պատասխանատվությունը, որ ես արդեն վсё խաղի մեջ եմ, ես չունեմ էլ հնարավորություն։ Ես այտենց ոնց որ մտել եմ դաս տալու մեջ եւ էֆեկտիվության մեջ սկսել եմ կարևորել թե դաս տալու մեջ պետքա չսխալվես դու շատ պատրաստված պետքա լինես եւ այլն որովհետեւ աուդիտորիան շատ լավ զգում է էլի երբ որ դու թույլ ես ու դու եթե չես ուզում ասենք չգիտեմ խայտարակ լինես դու պետքա մաքսիմալ տեղյակ լինես մաքսիմալ կարդաս լավ իմանաս հետաքրքրվես ապրես դրանով դες այստեղ ես ինքս ին վրա եմ զգացել այդ պուբլիչնիստը ստիպում է քեզ որպեսզի դու հարստացնես քո կոնտենտը Իսկ դու կարծում ես այդ էֆեկտը fake it till you make it ավելի շատ նեգատիվ է կրում իր մեջ ու ոնց որ բացասական էֆեկտ ունի այդ այն մարդու համար ով որ այդ էֆեկտով ոնց որ ապրում է թե ավելի շատ դրական տարբեր են մարդիկ ես կարծում եմ այն մարդիկ ովքեր որ դրա մեջ դնում են ավելի շատ այդ imposter syndrome-ը կամ այն սինդրոմը երբ որ դու կարծում ես դու քո տեղում չես դու մեղավոր ես քեզ զգում համար որ դու ոնց որ սաղին խափես, հա, բոլորին ինչ որ ստես, որ դու ինչ որ բան գիտես, բայց դու չգիտես կամ դու արժանի չես բան եւ այլն։ Եթե մարդիկ դրա մեջ են խորանում, ես սկսում եմ տառապել դրանով, իհարկե դա բացասական էֆեկտ է իրանց վրա ունենում։ Ես սրան վերաբերվում եմ ավելի շատ որպես հոգեբանական աշխատանք ինքդ քո հետ, ինքդ քեզ սիրելու եւ ինքդ քեզ օգնելու դժվար սիտուացիայից դուրս գաս։ Իմ համար դա գիտես ոնց է աշխատում, fake it till you make it, դեպի որ դու public commitment ես տալիս, որ դու ինչ որ պահին հասնելու ես դրան, ոնց որ public դու կոմունիկացնում ես, որ դու արդեն հետ ես, բայց քո մեջ դու գիտես, որ եթե դու չդառնաս այս deadline-ի, ոնց որ այս օրը, այս մարտը, դու արդեն ոնց որ վստահություն ես կորցնելու այդ հայտարարես բոլորին, որ չես ծխելու։ Ահա, կամ որ չես ծխելու կամ չգիտեմ, որ կհաջողվես այս պրոյեկտում եւ այլն։ Դրա համար իմ համար ես կարծում եմ, որ մենակ տենց էլ կարաս, որ առաջ ես քեզ գցում ստիպողաբար, որ հասնես X նպատակին։ Դե դրա ոնց որ այդ բացասականը մարդու համար կարա լինի այն, որ ինքը տենց իրան մեղավոր զգա, որ տիպը ստում է, էլի, բայց ինձ թվում է պետք չի։ Просто ես այդտեղ չհասկացա ինչ դեր ունի imposter syndrome-ը, եթե դու արդեն ոնց որ ընդունել ես այդ խաղի կանոնները։ Ես imposter syndrome-ով տարապում եմ մինչև հիմա, բայց դա ոչ մի բանի վրա չի ազդում, մենակ դրա վրա, որ ես երբեք public ինչ որ ելույթ չեմ ունենում, անգամ իմ community-ում։ Դե բայց օրինակ կան լավ է, որ տենց է կոմոդ, բայց կան ուրիշ արտահայտումներ։ Եվ հենց դրա համար օրինակ ես որ Բոստոնում սովորում էի, ես տեսնում էի, որ մեր համալսարանում, Հարվարդում եւ MIT-ում հատկապես շատ են ինքնասպան դեպքերը, երեխեքի ովքեր որ ընդունվում էին եւ սովորում էին, բայց ոչ թե բարդության հետ կապված էր դա, այլ նրա համար, որ նրանք կարծում են իրանք արժանի չեն։ Իրանք ոչ եկել ստե ինչ գործ ունեն, հասկանում։ Ուրիշ մոմենտներ էլ կային, օրինակ այդ դեպքում ես էլ շոկի մեջ էի, որ ինքը գալիս է ու իրականության հետ է առնչվում, առերեսվում, որ ինքը իրանց օրինակ, չգիտեմ, Սերբիայում ամենալավ ֆիզիկայի օլիմպիադաները հաղթել է բան տենց ամենախելացին է, ով դրոք ինքը գալիս է տենվա իրան նման լիքը տենց մարդ կա։ Այդ էլ է իրանց օրինակ բանանում, բայց ավելի շատ imposter syndrome-ի մասին էին խոսում, իհարկե, սա տպավորությունների
հակարդակի խոսակցություն։ Հետաքրքիր է, որ շատ հաճախ այդ մարդիկ ավելի լավ արդյունավետ են, ավելի էֆեկտիվ են իրենց գործում, ավելի լավն են, բայց ավելի քիչ են երևում ու խրախուսվում են հակառակ այն մարդիկ, ովքեր որ ավելի զարգացած են հենց presentation skill-երում ու ստեղից հարցածակում իրական լիդեր են ով է, ինչ տեսք ունի։ Լսի, ես նայ դու հիմա փորձում ես ինչ որ արդարության համար պայքարես։ Ես մի քիչ ավելի ցինիկ տեսանկյուն քեզ առաջարկեմ։ Չեմ փորձում որովե մեկին պաշտպանեմ, ես ինքս եղել եմ այդ մարդը, որ աշխատում է ու չի ներկայացնում, պրոստը մի պահ փոխվել է այդ ամենը։ Չէ, նայ, օրինակ, որ ասում ես իրական լիդերով է կամ բա որն է սխալ ինչ որ բան աշխարհում, որ կոնտենտը լավը չի ներկայացումը լավը ու ոնց որ հիմա կարում են անում են։ Հիմա բայց ինչի հաշվին են նաև կարողանում ոչ միայն նրա պատճառով, որ իրանք են, հա, տենց ինչ որ ստախոսներ եւ մանիպուլատորներ, այլ նաև որովհետեւ քո հասարակությունն էլ դրա պահանջը ունի, հա։ Այսինքն եթե որոշակի սեգմենտին դա օքեյ է, ու ինքը պահանջարկ ունի այդ սեգմենտը, եւ ինքը այդ պահանջարկը բավարարում է առաջարկով, հա, եւ ասենք լուծում է իրենց խնդրեմը, բաժալստը ուրիշ բան, որ ինքը ինչքանով երկարաժամկետ է, ինչքանով դա քո product-ն է եւ այլն, այ դա արդեն թող օգտագործողը որոշի։ Leadership-ի թեմային կպել եմ, որովհետև գիտեմ, որ դու ադապտացրել ես մի հատ գիրք հայերեն լեզվով, դարձրել ես հայերեն, WhatsApp Doc, ու մեջի ոնց որ գլխավոր կոնցեպտը երևի այն ստադիաները leadership-ի։ Այդ շատ հետաքրքիր պատմություն է, արի պատմեմ, չեմ ադապտացրել այդքան, ուրեմն մի շատ հետաքրքիր մարդ ու leadership-ի դասախոս, նաև գրքի հեղինակ Ջոն Քինգը, ինքը գրել է adaptive ներողություն, tribal leadership գիրքը, որտեղ որ ինքը 5 տիպի կոմունիկացիայի ձևեր է լիդերային կամ լիդերների խմբերի, հա, առանձնացնում, եւ երբ որ ես իր այդ ծանոթացա ու խոսեցինք, ինքը ինձ հրավիրեց, մենք դասավանդեցինք միասին, ես իրան հրավիրեցի Հայաստան, ոչինչ շատ լավ համագործակցություն, ես հիացած եմ ուղղակի այդ կոնցեպտով, եւ նենց է լինում միշտ, որ ես իմ երեխաների հետ, երկու տղաներոնք երեխա չեն արդեն, երկու տղեկի հետ խոսում եմ տարբեր հետաքրքիր կոնցեպտների մասին, որ պրոֆեսիոնալ շրջանակներում ինձ հանդիպում են, որոնցով ես օրինակ հետաքրքրվում եմ կամ որ դաս եմ ինչ որ պատրաստում եւ այլն, ոնց որ մի հատ իրանց վրա տեստավորում եմ։ Եվ ոչ միայն իմ երեխաների մասին, այլ նաեւ ունենք մասնագիտական կողմնորոշման ծրագիր Zoom-ին, կոչվող 14-ից 17 տարեկան դեռահասների համար, որոնց մենք որ օգնում ենք հասկանան ինչ են ուզում իրանք դառնան, որտեղ մենք այդ օգնությունը չենք ունեցել, այդ դրա շրջանակներում էլ մենք տարբեր բարդ կոնցեպտներ ադապտացնում ենք, ոնց որ, հա, հեշտացնում ենք եւ ըստ աուդիտորիայի։ Հիմա այդ tribal leadership-ը ես փորձեցի պատմել իմ երկու տղաներին, որոնք որ այն ժամանակ ավելի փոքր էին, ու տենց մանկական գրքի հեքիաթի տեսքով պատմեցի, որ ոչ թե կան, ասենք, լիդերային խմբեր եւ լիդերներ, որոնք որ կոմունիկացում են 5 տարատեսակ ձևերով, այլ ասացի շուննիկներ, որովհետեւ մեր շուննիկը նոր էր եկել մեր ընտանիք, ոնց որ, եւ առաջինը, հիմա երկուսը ունենք, եւ շուննիկների անալոգիայով փորձեցի պատմել, հա, որ մի շուննիկը տնից փախնում է եւ այս շունիկին է հանդիպում եւ ինքը սենց է խոսում, երկրորդ շունը սենց է խոսում, երրորդը սենց, այդ լիդերնային կոմունիկացիայի նաեւ ոճերը ոնց որ բացատրեցի ու շատ լավ ոնց որ անցավ էլի անընդհատ ասում էր հələ մի հատ այդ կպատմես էլի փոքր տղաս էլի մի հատ է պատմի շատ դուր եկել էր ու Ջոն Քինգին ասացի որ լսի սենց մի հատ իդեա ունեմ մանկական գիրք դարձնենք քո tribal leadership-ը ինքը շատ ուրախացավ, ասացի իհարկե, բան եւ գրեց նաեւ դրա նախաբանը ոնց որ եւ ես նաեւ նկարում եմ, սիրում եմ նկարել, ես իլյուստրացիաներ արեցի այդ գրքի համար, ինքը տպագրված չի, ինքը անգլերեն լեզվով է, երբ թե ինչ որ պահի կտպագրեմ, բայց հա, այո, կա տենց մի հատ product, որը որ եւ ընդհանուր ինձ թվում է ինքը իդեպ արտացոլում է իմ մոտեցումը ինչ որ բան բացատրելուն Ես կարծում եմ պետք է հեշտացնել, մաքսիմալ ադապտացնել, հեշտացնել եւ այն լեզվով ներկայացնել, փաթեթավորել, որը որ մարդը ուզում է։ Իսկ կասես այդ ինչ 5 տեսակի leadership-ի մասին է գնում խոսքը։ Նու առաջինը դա life sucks-ն է, այսինքն կյանքը ահավոր է։
Եվ այստեղ leadership չի, ինքը anti-leadership է, այսպես ասած։ Եվ այս մարդկանց, ովքեր որ այդ մտածելակերպը, այդ հոգեվիճակը ունեն, մենք շատ ժամանակ չենք էլ տեսնում, իրանք մարգինալ ինչ որ տեղերում են գտնվում, հա, հասարակությունների ներկայացուցիչներ են։ Երկրորդ տիպը, որը որ շատ հանդիպում է, ինքը կոչվում է my life sucks, իմ կյանքն է ահավոր, հա, ոչ թե կյանքը ընդհանուր ահավոր է, այլ իմ կյանքն է ահավոր։ Սրանք մարդիկ են, որոնք որ դեպրեսավորված են, որոնք որ բավարարված չեն, որոնք որ ինչ-որ բան են ուզում փոխել, եւ մենք այդ մարդիկ շատ հաճախ լինում ենք, հա։ Երրորդ տիպը կոչվում է I am great եւ փակագծերում and you're not։ Այսինքն այսեն մարդիկ են, ովքեր որ վրոձի կակ գտել են իրանց այս կյանքում եւ բայց իրանք չեն համագործակցում, այլ նարցիսական իրավիճակների մեջ են կարծում եւ փակ են եւ ունեն ֆիքսված մտածելակերպ, այսինքն իրանք չեն կիսում այդ գիտելիքը, իրանք ստեղծում են միակողմանի կապեր, հա, իմ աշխատողը, իմ վարսավիրը, իմ ու տենց, բայց վարսավիրի համարը ոչ մեկին չեն տալիս, կամ ինֆորմացիան չեն կիսում այլ կամ այդ աշխատողին չեն ծանոթացնում մեկ այլ աշխատողի հետ, ինքը ոնց որ պահում է այդ ավտորիտար փոքր շրջանակը, որովհետև ինքն է կարևորը։ Չորրորդ տիպը լիդերության կոչվում է, այսինքն երրորդը ավտորիտար լիդերներն էին։ Չորրորդ տիպը ինքը կոչվում է we are great, այսինքն ինքը թիմի մասին է, բայց մի քիչ ավելի փոքր թիմի մասին է։ Այստեղ կա վտանգ, որ այս թիմը շատ ոնց որ էքսկլյուզիվ մտածելակերպ ունենում եւ շատ դժվար է ընդունում մյուսներին։ Ասում եմ մենակ we are great, այլ հակադարձում է իրան այլ թիմերին։ Եվ այստեղ արդեն դրա վատ տարբերակները գնում են դեպի նացիոնալիզմ, դեպի ոչ թե competition, այլ rivalry, այսինքն ոչ թե մրցակցություն, առողջ մրցակցություն, այլ պայքար ու տենց։ Եվ հինգերորդ տիպը կոչվում է life is great, որը որ արդեն ստեղծում է արխիտեկտուրաներ, ստեղծում է ստրուկտուրաներ, որոնք որ թիմերը միացնում են իրար, ոչ միայն ասենք մեկը մեկին են միացնում, հա, երկրորդին եւ երրորդին, որոնք որ ստենց ինչ-որ ֆիգուրատրիադաներ են ստեղծում, այլ նաեւ digital եմ ուզում ասեմ, բան, ավելի շատ people architect-ներ են իրանք, կպցնում են, իրանք mentorship են անում, իրանք անում են public speech-եր, իրանք անում են volunteering-ներ, հա, այտենց, եւ նաեւ միացնում են, հա, թե մարդկանց, թե թիմերը իրար։ Այստեղ հարց առաջանալու իմ դիտողի մոտ էլ ինձ թվում է, եթե տենց է նկարագրությունը, ապա առաջին, երկրորդ ու երրորդ տեսակը ինչու են ընդհանրապես լիդեր կոչվում։ Ասեմ, որովհետեւ նախ եւ առաջ կա նորմալ բաշխում, այսինքն հիմնականում երրորդ տիպն է, որը որ ամենաշատն է այս աշխարհում։ Ինքը ասում է տես I'm great, you're not։ Եվ դա շատ վատ է։ Ավելի շատ քիչ են առաջին թիմ խմբում գտնվողները, ավելի քիչ են երրորդից երկրորդ խմբում գտնվողները, եւ ամենաշատը երրորդն է, չորրորդը եւ հինգերորդը ավելի քչանում են։ 5-ից ամենակիչը մենք ունենք, բայց ամենաշատ պահանջը կա դրանց, հա։ Հիմա երկրորդից դեպի չորրորդ գնալը մեր նպատակն է, բայց շատ ժամանակ մարդիկ երկրորդից, հա, այդ դեպրեսավորված իրավիճակից գնում են I am great-ի մեջ եւ կանգնում են եւ ոչ միտեղ չեն շարժվում, բայց անպայման պետք է այդ երրորդից մի հատ իջնել ներքև, երկրորդ եւ թռնել ոնց որ երրորդի վրայով չորրորդ, որպեսզի դու հասկանաս, որ այստեղ դու չես կարա, հա, ոնց որ մնաս լրվես միշտ։ Դա է։ Հիմա ինչ են դրանք լիդերություն կոչվում, ավելի շատ դրանք կոմունիկացիոն ձևեր են կոչվում։ Եվ իրանք կարծում են, որ ասենք օրինակ երկրորդները, դա էլ բացասական լիդերության ոնց որ բացակայություն է այստեղ։ Եվ ես կարծում եմ այդ դժվար սիտուացիան է, որ դրդում է քեզ դեպի լիդերշիփ։ Եվ Ջոն Քինգի ոնց որ բնորոշմամբ դրանք կոչվում են, հա, լիդերության տեսակներ, որոնք որ չեն հասունացել դեպի այն քո իդեալական լիդերշիփը, չորրորդը կամ հինգերորդը։ Ուղղակի գիտես, ոնց ես կարծում եմ մեծամասնության մոտ սենց ընկալում կա, որ լիդերը պարտադիր պետք է ունենա ինչ-որ թիմ, ինչ որ մեկի լիդերը լինի, դրա համար այն ինչ որ դու ոնց որ պատմեցիր առաջին երկրորդ խմբի մասին, դաժե երրորդ մի քիչ ոնց կասկած առաջացրեց, արդյոք իրանք ում են լիդերշիփ անում։ Դե նայ ոնց է, օրինակ լիդերությունը, նենց չի որ նախ եւ առաջ կա տենց դժվարություն, դնելու տարբերություն լիդերության եւ մենեջմենտի միջև։
նու ասենք կլասիկ բնորոշմամբ ասվում է, որ մենեջերը դա ավելի պրակտիկ, ավելի ձեռքերով աշխատող, հա, եւ անող ֆունկցիա է, մինչդեռ leadership-ը ավելի տենց ռազմավարական օթերի մեջ տեսական եւ ինքը չի ոչ մի բան ձեռքերով անում։ Ես երբ որ McGill-ում էի սովորում, այնտեղ leadership-ի գուրուներից մեկն էր դասավանդում, Հենրի Մինցբերգը, եւ ես հանդիպում ուզեցի իր հետ, գնացի ինքը նստած էր իր կրեսլոյի մեջ, գիրքն էի առել իր, որ ինքը ստորագրի բան, եւ այնքան ինքը լեգենդար դեմք էր, որ ես առաջին բանը ինչ ասի, բարոյցես, ես կարծում եմ դուք մեռել եք, նենց ուրախ եմ, որ դուք գաք, եկեք ստորագրեք, որտեղ ասում եմ, հələ տենց նորմալ եմ, բան։ Խոսացինք բան եւ իր ոնց որ իրանով ինչի եմ հիացած, որովհետեւ ինքը հավասարության նշան է դնում leadership-ի եւ management-ի մեջ եւ ինքը ասում է, որ եթե դու manager ես առանց leadership-ի, հա, ոնց որ կոմպոնենտների, դու դառնում ես այն երրորդ տիպի ավտորիտար, ոնց որ քառակուսու մեջ մտածող, դիտալների վրա կենտրոնացող միկրոմենեջեր եւ պետքա քեզ leadership-ի մտածելակերպը, բայց եթե դու leadership-ի մեջ ես միայն եւ մենեջերական ոչ մի ձեռքերով անելու եւ պրակտիկ լուծումներ տալու կարողությունը չունես, այդտեղ էլ պրոդուկտիվություն չկա, հետեւաբար պետքա ինչ-որ մի հատ մի տեղ լինի։ Բացի դրանից, թե Ջոն Քինգի գրքում եւ թե Մինցբերգը, իրանք ասում են, որ leadership-ը դա հայտարարված ինչ-որ բան չի, որ ես լիդեր եմ ու վсё, հա, այլ այսինքն լիդերությունը չեն վերցնում կամ ստիպում կամ պարտադրում massային։ Դա ավելի շատ ոնց որ ընտրված մարդիկ են ընտրում քեզ որպես լիդեր։ Հետևաբար դու կարող ես լիդերական պաշտոն չունենաս, ի պաշտոնե չլինես ինչ որ բաժնի ղեկավար օրինակ, հա, բայց լինես ոչ ֆորմալ լիդեր։ Եվ այստեղ շատ ժամանակ ես խոսում եմ էքսպերտային լիդերշիպի մասին։ Լիդերշիպի տարբեր տեսակներ կան, ինձ համար ամենակարևորը դա էքսպերտային լիդերն է։ Ես այտենց օրինակ իմ տղային էի բացատրում փոքրին, որ ինքը բասկետբոլ է խաղում պրոֆեսիոնալ եւ սկզբում այսպես ասած իր կարիերայի, հա, իր պարապմունքների ժամանակ ինքը դժվարություններ ուներ, ու ինքը ասում էր ես ինձ պաս չեն տալի բան ինչ որ sense, հա, ինքը դες նեղվում էր դրանից։ Ես ասում եմ դու պետք է լինես այնքան ուժեղ, այնքան լավ խաղացող, հա, ու այդ պաստալը կլինի ոչ թե ասենք համոզելով, կամ ես գնամ տրեյների հետ խոսամ, կամ դու գնաս տրեյներին համոզես, որ քեզ պաստան, այլ պետքա քո մասսան, քո այն շրջանակը, ում հետ որ դու շփվում ես, ընտրի քեզ պաստա։ Իսկ դու դա կարաս ստանաս միայն լավ խաղացող լինելով։ Հետաքրքիր է, որ ամեն ինչ գալիս է դեպի էքսպերտիզա, կլինի դա վստահություն, կլինի դա leadership, կլինի դա խարիզմա։ Ես հասկանում եմ, որ այդ ամեն ինչի այդ 3 բառի ընդհանուրը էքսպերտիզան է։ Եթե դու այնքան գիտես քո, այնքան վստահես քո դոմեյնի մեջ, ու այնքան գիտես քո դոմեյնը, որ մարդիկ կարան քեզ նայեն ու ասեն, օքեյ, դու էքսպերտ ես, ուրեմն իրանք քեզ կհամարեն համ խարիզմատիչնի մարդ, համ լիդեր, համ չգիտեմ ինչ։ Ու այդտեղ այքո ասածով այդ կոմունիկացիոն հմտությունները կարող են հետո գալ։ Իդեպ ինչի եմ տենց ասում, որովհետև կան չէ լիքը տենց որ մասնագետներ, որ լավ էքսպերտ է շատ, բայց ինչ կեղտոտ մարդ է։ Ու իրանք դիմանում են ստիպված իր կոլեկտիվի մեջ, հա, իհարկե դա էլ երկարաժամկետ չի, ինչ որ պահի արդեն կասեն լավ, արդեն ինչ որ բան կա, էլի, սահման կա սրան, բայց ուզում եմ ասեմ, всё-таки դու կարաս նույնիսկ քեզ թույլ տաս ինչ որ ժամանակ վատ կոմունիկացիոն հմտություններ ունենաս, որտեղ էքսպերտիզան այնքան կարևոր է, հա, որ այդ ժամանակային գեփը քեզ տալիս է այդ հնարավորությունը մինչև շուտ սկսես կառուցել այն ոնց որ բանի bridge-ի նման, տենց, հա, լցնես կոմունիկացիոն։ Այն օրը կարդում էի LinkedIn-ում էր մի հատ ինչ որ տենց գրաֆիկ տվյալներ, որ Ամերիկայի ամենահարուստ մարդիկ պարզվում է, որ ամենաառատաձեռն մարդիկ չեն, այն առումով, որ իրանք օրինակ չեն սոցիալական ինիցիատիվաների մեջ հետ վերադարձնում փաստորեն, հա, հասարակության հետ գումարները եւ այլն։ Ֆունդամենտալ խնդիր կա այստեղ, որովհետեւ դու դա, հա, իրանք ոնց որ իրանց մոտ հակառակ այդ culture-ը կա, giving culture-ը կա, բայց в любом случае, չէ, այսինքն շատ փոքր 0.001%-ն են վերադարձնում կամ ընդհանրապես չէ։
Այսինքն համաչափ մեր հետ ուղղակի մաքուր թիվը ավելի մեծ է քանակի Չէ, շահի։ ի նկատի ունեմ մոտեցման հարց է։ То есть եթե դու շատ փող ունես եւ քեզ հարց ես տալի, ինչի համար ես դու սա անում, որպես ինչ որ բաներ փոխես այս կյանքում, պարզվում է, որ չունեն մարդիկ շատ, ովքեր որ հարստացման ճանապարհին են եւ հասնում են ինչ որ բաների, այդ նպատակին ինչ որ բան փոխելու ռեալ հասարակությունում փաստորեն չեն ձգտում, այլ ձգտում են իրանց կոնկրետ։ Հա, օքեյ, դա նորմալ նպատակ է, ես կարծում եմ, եթե դու ուզում ես, արա, ուզում ես մի արա, ոչ մեկի համար ոչ մի բան։ Դե տես դառնում է ինքնանպատակ է, մշակույթի հարց է, իդեպ ասեմ, հա, քեզ։ Այսօր գիշերը ես վերադարձել եմ մի երկրից, սկանդինավյան երկրից, հա, Շվեցիայից, որը որտե է Դանիայում է, sorry։ Ահա։ Դենմարկում անգլերեն է պրոստը մոտ։ Դանիայում ուրեմն ես պրոստը շոկի մեջ էի մարդկանց վերաբերմունքներից, պրիորիտետներից եւ այլն, հա։ Սկսած նրանից, որ մեր գրուպայում շատ հետաքրքիր տեղ էի դեպ, հա, Դանիայի Բիլունդ քաղաքում էի, որը որ Lego-ի գործարանն է, ու Lego-ի հյուրանոցում տրեյնինգ էր, ֆասիլիտացիայի սերտիֆիկատ ստացա ֆասիլիտատորի։ Դե ոնց են Lego-ների միջոցով ստրատեգիաներ կառուցում, բացատրում թիմերի համար եւ այլն, այսինքն ոչ միայն 2D, հա, ֆորմատով է գրավոր ստացվում, այլ նաեւ 3D է, դու դա անում ես, դու խոսում ես մետաֆորաներ, storytelling ես մեջ եւ կառուցում ես եւ տեսնում ես այդ կապերը վիզուալ եւ շատ հետաքրքիր մեթոդաբանություն եւ մասնակիցներից մեկը ամուսնության առաջարկ ստացավ հենց այդ օրը իր boyfriend-ից մենք դա նշեցինք, շատ հետաքրքիր էր եւ այլն եւ հետո որ խոսում ենք ինչ ես անելու ասում չէ դե ես եկեղեցում չեմ ամուսնանալու որովհետեւ ես չեմ ուզում պարտավորված լինեմ ինչ որ մի հատ ինստիտուտի կողմից դա մոտեցում է չէ կամ ասենք օրինակ մարդիկ որոնք որ նենց չի որ ինքը լիքը փող ունի կամ ինչ որ տենց հա вообще պրոբլեմ չունի բայց գիտակցաբար իր օրինակ ունեինք մեկ այլ տենց մասնակից պատմեց որ իր ժամանակի 50%-ը ինքը կամավոր աշխատանքով է զբաղվում տենց դες ուզում եմ ինչ որ մտածելակի մշակույթի հարց է որ դու ինչն ես քո համար կարևորում հիմա վերադառնալով կամ ու լիքը տենց ուրիշ օրինակներ ոչ միայն ազգային այլ նաև անձի մշակույթ օրինակ իմ կինը այն օրը անցնում ենք մի հատ խանութի կողքով մեր շունիկների համար մտածում ենք առնենք ինչ որ ուտելիքներ գնում ենք այն կողմ ասում եմ յան այս կողմ պետքա գնալ այն խանութը փակվել է ասում եմ ոնց են փակվել вообще իրանք ինչ են իրանց թույլ տվել որովհետև մենք հասարակությունը հա կախված է այդ խանութից ես այս պատմությունը այսինքն մտածելակերպ որ դու եթե բիզնես ես անում դու ունես սոցիալական պատասխանատվություն դա ոչ թե քո որոշումը չի որ լավ չգնաց գործես հա այդ կլասիկ կապիտալիստական մտածելակերպի մեջ կա բայց ինչքան մենք շատ այդ սոցիալական պատասխանատվությունը մտցնենք որ դու քեզ հասարակության մաս ոնց որ համարես ոչ թե առանձին ինդիվիդուում այդքան ինձ թվում է ավելի արդյունավետ կլինի եւ ճիշտ կլինի Դե կարծում եմ դու ինքդ գիտես որ սոցիալական մասով ոչ մի միսիայով ոչ մի բիզնես չի կարա գոյատևի երկար նախ եւ առաջ համաձայն չեմ որովհետեւ գոյություն ունի այդ միջակայքի վրա եւ այդտեղ ես ունեմ իդեպ գրած բիզնես кейս որը տպագրվել է Հարվարդում սոցիալական ձեռնարկատիրության մասին է եւ եթե մենք նայենք միջակայքի տեսքով եթե այստեղ մենք դնում ենք բիզնեսը որը որ փող աշխատելու եւ հայատերերի հա մաքսիմալ շահութաբերություն ապահովելու նպատակ ունի եւ այստեղ մենք ունենք բարեգործություն, որ շահույթ ստանալու նպատակ չունի եւ հասարակության համար ինչ որ հարց լուծելու խնդիր ունի, մեջտեղում գտնվում է սոցիալական ձեռնարկատիրությունը, որը որ հավասար ոնց որ ունի նպատակ դրած թե գումար աշխատելու եւ մաքսիմիզացնելու ներդրողների, հա, շահութաբերությունը, թե հասարակության համար կարևոր հարց լուծելը։ Եվ ոնց ես հասկանում, որ դա սոցիալական ձեռնարկատիրություն է, եթե կոմպոնենտներից մեկը հանում ես եւ ինքը փլուզվում է, ապա ինքը սոցիալական ձեռնարկատիրություն է, օրինակ։ Մի պրոյեկտի մասին շատ եմ այս օրինակներ բերում նաեւ իմ տրեյնինգներում, դասախոսություններում կոչվում էր տեսնող ձեռքեր, չգիտեմ կա այդ պրոյեկտը թե չէ, կարծում եմ չկա։ Սա մի մասաժնի սալոն էր, որտեղ որ աշխատում էին կույրերը։ Եվ այստեղ
վաճառքը կամ կոմունիկացիան գնում էր ոչ թե նենց, որ եկեք այս մասաժնի սալոն եւ օգնեք կույր մարդկանց, որպես իրեն գումար աշխատեն, այլ այստեղ կոմունիկացիան գնում էր նենց, որ մենք ունենք մրցակցային առավելություն նրանով, որ մեզ մոտ աշխատում են կույր մարդիկ եւ իրանց զգայական, հա, մակարդակի վրա նրանք ավելի զարգացած են եւ ավելի լավ, ավելի որակով փաստորեն մերսում է ստանում կլիենտը։ Եվ դրա սա փող աշխատելու մասը։ Երկրորդ մասն էլ որ լուծվում է աշխատանքային շուկայում որոշակի տեսողական խնդիր ունեցող մարդկանց ինտեգրացիայի խնդիրը։ Եվ եթե դու հանում ես օրինակ, հա, կոմպոնենտներից մեկը եւ բիզնեսը այդ դեպքում փլուզվում է, ինքը դառնում է պրոստը հասարակ մասաժնի սալոն, եթե կուրերի մասը հանես, հա, եւ ինքը դառնում է ուղղակի բարեգործական ընկերություն, որտեղ որ դու աշխատացնում ես մարդկանց, ովքեր որ ներգրավում ես ուղղակի առանց, հա, շահ ստանալու, եւ այդտեղ էլ չի աշխատում, բայց այդ երկուսը հենց միացրեցիր դարձավ սոցիալական ձեռնարկատվություն։ Այսինքն կարող ես ինչ որ բան արել։ Ուրիշ բան, որ օրինակ բանկերից մեկը բարեգործական ինչ որ բան է անում, հա, ինքը դա արեց թե չարեց, ինքը էլի մնում է բանկային գործունեությամբ։ Հետո ինքը սոցիալական ձեռնարկատվություն չի։ Հասկացա, այդ ուղղակի բանն է իր համար գիվինգը։ Կամ օրինակ բարեգործական ընկերությունը փող աշխատեց, վդրուկ, հա, ինքը չդարավ դրանով, հա, կամ բիզնես կամ commercial, ինքը ուղղակի դենց ստացվեց, որ գումար աշխատեց եւ այդ գումարը պրոստը կներդնի էլի իր բարեգործական այլ պրոյեկտների մեջ։ Վերադառնալով tribe leadership-ին, 3-ից 4-րդ մակարդակում մնացած մարդիկ, որ ճիշտ ասեմ, ես ինչքան լավ product տեսել եմ, արագ զարգացող ու իրոք ուժեղ թիմով, այդտեղ են այն product-ները, որոնք ստեղծել են toxic լիդերների միջոցով, որոնք burn-out են արել իրանց թիմը ու որոնք իսկապես sense միտեղ ճնշում գործադրելով, միտեղ աշխատացնելով ավելի շատ, բայց դարձել են լավագույն product-ները տարածաշրջանում, աշխարհում։ Ես չեմ տեսել երբեք, որ լավ product-ները ստեղծվել են բարի, sense փափուկ թիմերի կողմից, չէ, միշտ բոլորը այդ միշտ լիդերներից բոլորը դժվար մարդիկ էին, չհամակերպվող մարդիկ էին, միջակ արդյունքները չընդունող մարդիկ էին ու շատ դժվար կոմունիկացիայի մեջ։ Չես կարծում, որ ոնց որ դա հակասում այդ կոնցեպտին, կամ էլ այդ կոնցեպտը միգուցե մենակ ԱՄՆ-ի համար է, որովհետև շատ հաճախ այդ leadership-ի գրքերը գալիս են ոնց որ ԱՄՆ-ից ու էքսպերիմենտները դրվում են ԱՄՆ-ում։ Ամերիկայի ձայնը իրականում շատ բարձր է հնչում բիզնեսի աշխարհում, նաև միգուցե դա է։ Ու լիքը ձայներ կան, կստացի, որոնք որ ես համարում եմ շում, հա, noise, որը որ սարսափելի նաև այնքան բարձր է, որ շատ մարդկանց ապակողնորոշեցնում է, օրինակ այդ Կիոսակի, по-моему, ինքն էր հեղինակը, Rich Dad Poor Dad, հա, ոնց են բոլորս երիտասարդները հիացած, ասում են, հա, մեզ պետք չի սովորել, էսա էս գրքում sense է գրել։ Սարսափելի։ Կամ այն storytelling-ը, որը որ դու պետքա ինստիտուտից դուրս մնաս ու գարաժ ունենաս անպայման, որ բիզնես ստեղծես քո գարաժը։ Այդ ինչու բարձր շատ ակնառու ստորիներ են, որոնք որ ավելի շատ բացառություններ են։ Եվ հենց դրա պատճառով, որ իրանք շատ տարօրինակ բացառություններ են, դրանով են իրանք լսվում, հայտնի դառնում։ Այսինքն այդ Ամերիկայի այո համաձայն եմ, իրանց մշակույթում աշխատող кейսերի մասին մենք գիտենք եւ կարծում ենք, որ դրանք բոլոր երկրներում են աշխատում, բայց նորից կարծում եմ այստեղ մշակութային կոմպոնենտն է պետք անպայման հաշվի առնել։ Ինչ վերաբերվում է, որ բոլորն են, հա, մեզ հայտնի բոլորը Ամերիկայում բոլոր են, այդտեղ էլ կարող եմ չհամաձայնվել, օրինակ ես միշտ պատմում եմ leadership-ի տարբեր ստայլեր եմ ես իմ դասախոսությունների մեջ քննարկում եւ դրանցից մեկը կոչվում է ազատ շուկայական հարաբերությունների կամ laissez-faire leadership type, որը որ ենթադրում է մինիմալ լիդերի մինիմալ ներգրավվածություն աշխատանքի մեջ եւ ազատություն իհարկե, բայց դա աշխատում է գիտակից մասսայի հետ։ Դու չես կարող էլի ցածր կրթությամբ, ցածր հմտություններով, էմոցիոնալ ցածր ինտելեկտով մարդկանց խմբին ասես ինչ որ բան արեք։
Եվ իմ օրինակը, հա, միշտ Google-ի վրա եմ բերում, որ շատ բարձր կվալիֆիկացիա ունեցող developer-ներին տարել են մի շաբաթով մի հատ ռիզորտում փակել են, անսահմանափակ ուտելիք են տվել, անսահմանափակ, չգիտեմ, պիցցաներ եւ կոլաներ եւ, չգիտեմ, ալկոհոլը ոնց էր, միգուցե նաեւ դա, եւ ասել են գյուտ արեք շաբաթվա վերջում ձեզ բանենք, սպասում ենք ձեզանից ինչ-որ ռեզուլտատ եւ ստեղծվել է Google Chrome-ը, հա։ То есть կան տենց օրինակներ էլ ու նենց չի որ դու անպայման պետքա փայտով կանգնես ու մարդկանց կակրած наоборот հիմնականում եթե դու ուզում ես ունենալ լավ ռեզուլտատներ եւ այլն այստեղ ավելի շատ ոչ թե ավտորիտար եւ միկրոմենեջմենտն է աշխատում, այլ համագործակցային մենեջմենտը։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է նաեւ ինչ մարդկանց տիպերի հետ մենք գործ ունենք։ Օրինակ, ես չգիտեմ, իմ վերանորոգման ժամանակ, եթե օրինակ ասեի հարգելի բարպետներ, հա, օրինակ, տեսեք ինչ եք ուզում արեք, հա, չէր աշխատի միգուցե, բայց օրինակ իմ աշխատակիցների հետ, ամերիկյան համալսարանում իմ գոլեգաների հետ բնականաբար չի աշխատի ոչ մի ավտորիտարիզմ եւ այլն եւ մենք օրինակ ամերիկյան համալսարանում այդ ակադեմիական ազատությունը ես օրինակ եւ էլի մշակութային որտեվ ես այսքան ամեն ինչ այտենց խելոք հիմա խոսում եմ բայց ինքս տգալիս եմ հիերարխիկ բարձր հիերարխիկ հասարակությունից որտեղ որ շատ այտենց էլի ավտորիտար էր ամեն ինչը թե աշխատավայրում թե ընդհանուր միջավայրներում եւ այլն եւ ես օրինակ շոկի մեջ էի երբ որ ես եկա եւ ասացի իմ դեկանին որ այսպես եմ պլանավորում դասս այսպես եմ ուզում դասավանդեմ ինչ է օքեյ դուք դրա հետ թե չէ հա ու իմ վրա շոկային հայացքով նայեցին ու ասին դա քո դասն է եթե մենք քեզ ընտրել ենք որպես դասախոս հա 15 տարի առաջվա բանն եմ արդեն պատմում այսինքն մենք քեզ վստահել ենք եւ դու ունես ակադեմիական ազատություն եթե դու ոչ մի բան չես պրոպագանդում օրինակ օրենք չես խախտում կամ ինչ-որ հա տենց եւ համապատասխանում ես մեր learning objective-ներին, հա, մեր ուսումնական նպատակներին քո դասով, ինչ մեթոդ կանես, թե ոնց կխոսաս եւ այլն, մենք հենց դրա համար էլ քեզ ենք հենց ընտրել ու տալիս ենք քեզ ակադեմիական ազատություն։ Ստեղ ֆիքսեցինք, բայց արի մի հատ ամփոփենք։ Պարզ բառերով փորձենք նկարագրենք լիդերին, որ մարդը նայի ու հասկանա ինչ է նշանակում լիդեր, ով է լիդերը։ Նորից ես կարող եմ ասել իմ սահմանում, հա, դա էքսպերտն է իր ոլորտում, որը որ ունի կոմունիկացիոն լավ հմտություններ, կարողանում է լավ բացատրել, նպատակ դնել, նաև պատասխանատու է եւ ունի մենեջերական որոշակի հմտություններ, որը որ այդ ժամանակային follow-up-ները եւ այլն, հա, այդ կպահի process-ի հետ կապված որպեսզի ինքը էֆեկտիվ լինի, այսինքն դա էքսպերտ է իր ոլորտում, որը որ նաև լավ մարդ է եւ ունի project management-ի ինչ որ հմտություններ։ Իմ համար լիդերը դա է։ Արի անցնենք public speech-երի դաշտ։ Այդ շատ ցավոտ թեմա է շատ շատերի համար ու շատերին խանգարում է հանդարնալ հենց այն լիդերը, որը դու նկարագրեցիր։ Շատ հաճախ դու շատ լավ էքսպերտ ես, շատ լավ պատրաստվում ես, բայց երբ որ դու դուրս ես գալիս բեմ, դու տեսնում ես այդ հայացքները, որոնք նետված են քո ուղղությամբ, դու չես կարող բոլորին միանգամից նայես, ու ուղղակի մոռանում ես ամեն ինչ, ինչ գիտեիր, կամ անգամ եթե դու շատ լավ պատրաստվել սովորել ես, անգիր ես արել, ուղղակի ամեն ինչ միանգամից զորայանում է։ Ինչա կատարվում այդ պահին մարդու հետ, ինչի է այտենց լինում ու արդյոք դա կարելի է ուղղել արագ։ Արագ չգիտեմ, որովհետև յուրաքանչյուրը ունի իր լուծումը այս հարցի հետ կապված։ Public speaking-ի 10 օրենքներ գոյություն ունեն, որոնցից առաջին երկուսը հենց այդ anxiety կամ նյարդային լինելու հետ կապված են եւ այստեղ ոչ թե պետքա պայքարես դրա դեմ, այլ նախ ընդունես, որ կա այդ խնդիրը քեզ մոտ եւ փորձես դրա լուծումը գտնել հենց միայն քո համար, որովհետեւ չկա ոչ մի ունիվերսալ, երկրորդը դա է, հա, չկա ոչ մի ունիվերսալ դեղատոմս։ Եվ դա ինքնաանդրադարձի արդյունքում է լուծվում այս հարցը։ Օրինակ, դու հասկանում ես, որ դու ներվայնանում ես, քո մոտ օրինակ ձեռքերն են քրտնում կամ ձեռքերն են սկսում դողալ
կամ տենց բաներ, փորձում ես հասկանալ ինչու։ Շատ մարդկանց մոտ դա լինում է քո ասացի պես պատրաստվածության խնդիր։ Եվ այս սրա լուծումը գնալ լավ պատրաստվելն է, անգիր անելն է եւ ուղղակի տեխնիկապես հայլ ու դեմը լիքը ժամեր կամ այդ նյութը այնքան քոնը դարձնելն է, հա, տենց է լուծում մարդը այդ հարցը։ Եվ ինքը ասում է իր համար գիտի, որ ես եթե 100% տեղյակ լինեմ, պատկերացնեմ եւ այլն, իմ մոտ սպիչը կստացվի։ Մեկ այլ մարդու մոտ դա չի խնդիրը, ինքը շատ լավ էքսպերտ է, ինքը շատ լավ իր կոնտենտը գիտի եւ այլն, հա, բայց օրինակ իր մոտ շնչառության խնդիր է։ Եվ այստեղ օրինակ ինքը պետք է շնչառության վրա իր աշխատի։ Շատ մարդկանց մոտ դա բայց հոգեբանական ոնց որ խնդրեմ է եւ ինքը պետք է հասկանա այդ որտեղ է այդ տրիգերը։ Օրինակ, ասենք ինքը կարծում է, որ բոլորը իր վրա նայում են։ Ու կամ օրինակ իր մազերը լավ չի, կամ ինքը չաղ է, կամ ինքը չգիտեմ ինչ է գեշ է, կամ ինքը տենց ապուշ բաներ կան, հա, բայց եւ այստեղ այս սրանից ազատվելու ճանապարհը դա ռացիոնալիզացումն է։ То есть դու պրոստը քո հետ խոսաս ու ասես եղբայր вообще ոչ մեկ չի նկատում քո մազերը։ Բոլորը թքած ունեն քո ավել քաշի վրա։ Լիքը կան լիդերներ, որոնք որ արտաքնապես օրինակ ստանդարտներից դուրս էին եւ դա իրան կամ իրանց ձայն աշխատեք ձեր ձայնի վրա։ Կա, հա, տենց խնդիր, որ իմ ձայնը լավը չի, ես դրա համար չեմ խոսում։ Բայց լիքը հələ մի հատ նայեք, ինչքան լիդերներ կան այսօր, որոնք որ սարսափելի ձայն ունեն։ Եվ հենց որ դու դրան ավելի քիչ կարևորություն ես տալիս եւ չես խորանում, այդ ժամանակ օրինակ մեկին դա կարող օգնի։ Բայց նայ, խնդիրներ կան, որոնք օրինակ դու չես կարող ուղղակի աչք փակես կամ չնկատես։ Օրինակ իմ մոտ ես գիտեմ, որ ես այդքան էլ լավ չգիտեմ հայերենը։ Իմ բառապաշարը սահմանափակ է բավականին, ես երբեք չեմ ունենալ նույն բառապաշարը, ինչ որ ես ունեմ ռուսերենում։ Ու public speech-երի ժամանակ թարսի նման դա ոնց որ կրակում է ամենաուժեղ։ Դա ինձ խանգարում է։ Դա ազդում է դրա վրա, թե ես ոնց եմ ընկալվում։ Ես կարամ իմանամ այդ մատերիալը գերազանց, բայց եթե ես չներկայացրեցի, ինձ չընկալեցին որպես գերազանց։ Ես քեզ ասեմ։ Ուրեմն այդտեղ կարաս դու քո համար մի հատ լուծում կրեատիվ գտնես, հա։ Մենք կարանք օրինակ քո հետ անենք coaching session, օրինակ ու parzենք, հա, իսկ ոնց ենք դա անում, իսկ ինչ քեզ կօգնի, որպեսզի դու այդ մոտեցումը չունենաս, հա, որովհետև միգուցե դա մոտեցման հարց է։ Իսկ մի հատ կարող է մի հատ հարցնենք կամ պատկերացնենք դիմացիները այդ հայերեն բառը չգտնելու կամ դրա փոխարեն ռուսերենը օգտագործելու կամ դա այդքան կարևորում են թե ոչ, հա։ Միգուցե այստեղ կարայինք ոնց որ sense գնայինք ու parzենք քո համար քո դեղատոմսը, քո առանձին ոնց որ, հա, քո վրայով ձևած այդ կոստյումը քո համար ստեղծեինք արագացնելու համար process-ը, հա, ես քեզ պրոստը մի քանի լուծում առաջարկեմ, միգուցե սրա լուծումը քո համար կարա լինի հումորը կամ ընդունելը այդ սխալը։ Ես այնքան լավ հիշում եմ, շատ տաղանդավոր sales person ունեինք Ամերիաբանկում, որը որ շատ լավ ընկեր է հիմա Նոնան։ Ես նենց եմ հիշում, ոնց ինքը Ամերիաբանկի պրոդուկտները Սյունիքում, դե քանի որ մենք հասկացանք, որ այնտեղ կա մեծ չբավարարված պահանջարկ եւ ամերան պետք է մտնի այնտեղ բան, նենց եմ հիշում, մենք Նոնայի հետ քննարկեցինք իր մոտեցումը, ոնց ինքը պետք է մտնի, դեպոզիտների մասին պետք է խոսար եւ վարկերի եւ այդ ռեգիոնում հատկապես այն ժամանակ ես քեզ մի 20 տարվա, 25 տարվա բան եմ պատմում, շատ դժվար էր այդ ստերեոտիպ, այդ կարծրատիպը կոտրել, այդ նախապաշարմունքից ազատել մարդկանց, որ բանկը դա վատ բան է, հա, ինչու, որովհետև նախկին փորձ գոյություն ուներ, մարդիկ իրանց բերկնիշկաների վրա գումարներ ունեին, որոնք որ կորցրել են, իսկ վարկի տակ ընկած մարդիկ, ասենք, չգիտեմ, դա այն մարդիկ են, որոնք ստիպված գնում են Ռուսաստան խոպան, որպեսզի այդ ու բանկը դա վատ բան է եւ այլն, եւ մոտեցումը նա էր, որ մենք որոշեցինք, որ ինքը միանգամից այդ խնդրեմը բարձրաձայնի եւ ընդունի, որ այդ կա, որպեսզի մարդկանց ոնց որ ուսերից այդ խնդիրը հանենք եւ շարունակենք նոր ոճով։ Այսինքն այստեղ միգուցե կարող է հումորի տեսքով կամ հարց տալու տեսքով կամ այդ սխալը ընդունելու եւ որոշակի խոցելիություն ապահովելու, հա, ապահովելու մակարդակին այդ հարցը լուծում։
Ուղղակի չես կարող ամեն անգամ դա նշես, ոնց որ մարդիկ ասում են, լավ, մարդը արդեն քանի տարի ապրում է Հայաստանում, Հա, չեն հասկանում, որ լեզուն զերոյից սովորել այդքան էլ։ ոչ, բայց Հեշտ չի։ կամաց ինձ թվում է կհասկանան մարդիկ։ Գիտես, մեկ էլ ինչ եմ Կամ ուզում, կհամակերպվես դու այդ ամեն չէ, դու էլ կարիք դրա չի լինի։ արդեն համակերպվել եմ, համարյա հասկանում եմ, որ դա նեղություն կարող լինի ուրիշների համար, բայց իմ համար էլ է դժվար, որովհետև Դու ուրիշ բանը ուրեմն կոմպենսացրու։ Նայ, դու երբ որ դուրս ես գալիս բեմ, դու ասում են ունես մոտ 8-ից 10 վայրկյան, որ գրավես ուշադրությունը։ Այդ աշխատումը նույն ձև ոնց որ Reels-երում դու ունես 3 վայրկյան, որ hook անես, ճիշտ, բայց էլ ինչ հետաքրքիր բաներ կան, որ մենք կարանք կիրառենք public speech-ի ժամանակ, որպեսզի ավելի լավ լսվենք, հիշվենք։ Դե տես, ուրեմն միշտ օգնում է, եւ սա շատ ստանդարտ բաներ եմ ասում, որ կարող է դու օրինակ համադրես առանձին քո մրցակցային առավելություն հանդիսացող բաների հետ եւ այլն։ Ստանդարտ հնարքներից են դա հարց տալը, այսինքն հարցով սկսելը, ընդ որում public speaking-ի ժամանակ սրանք պետքա լինեն ոչ թե բաց հարցեր, նայ նորմալ one-on-one-ի ժամանակ բաց հարցերը շատ օգնում են, իրանք տանում են այնտեղը, որտեղ որ մարդ կարող է խորանալ, ավելի մտածի, ավելի լավ խոսակցություն ունենաս մարդու։ Public speaking-ի ժամանակ, երբ որ դու խոսում ես մեծ աուդիտորիաների հետ եւ եթե հարց ես տալիս, իսկ հարց տալը լավ ոնց որ հնարք է, դու չպետք է այդ բաց հարցերը տաս, ինչու, որովհետև այստեղ դու վտանգի տակ ես դնում քո թե ժամանակը, որ ասենք դու պլանավորել ես speaking-ը, կարող է ամբողջ ժամանակը ծախսվի, օրինակ որտեղ դու չգիտես քանի հոգի կուզենա այդ հարցին պատասխանի կամ ինչքան երկար ամեն մեկը կպատասխանի։ Դրա համար պետք է այստեղ փակ հարցեր տալ, այո կամ ոչ, բարձրացեք ձեռքը կամ ձեռք բարձրացնելու կամ հռետորական հարցեր, որոնք որ իրանց գլխի մեջ կպատասխանեն, բայց principi դու դրա պատասխանը չես ակնկալում։ Սա մի հնարք է, որ ներգրավում է քո բանին, աուդիտորիային եւ այդ user-ի այդ sense հերվում նստելու դավայ հələ մի հատ դերասանություն արա զարմացրու, այլ դու իրան ներգրավում ես։ Մյուս բանը շատ կախված է նաև set-up-ից, այսինքն եթե օրինակ ես քաջարանում բնզամոլիբդենայինի համար մի հատ տրեյնինգ էի արել, որտեղ որ իրանց կուլտուրային բանում տանը հենց այդ թատերական դահլիճում էր, որտեղ որ ես բարձր բեմի վրայից պետքա խոսեի, ասես մի հատ թատերական աուդիտոր էր, դա սարսափելի էր։ Ես միշտ իջնում էի ներքև եւ այլն, որովհետեւ այս անջրպետը, այս մեծ տարածքը ինքը վանում է եւ դա մոտիկացնելու արդյունքում աուդիտորիայի մի մաս ես դու դառնում դու ինքը եւ աուդիտորիան քեզ ընդունում է շատ ավելի ընկերական եւ դու այդտեղ այդ խոցելությունը ապահովելու արդյունքում կարողանում ես համագործակցային հարաբերություններ ստեղծես քո աուդիտորիայի հետ։ Այսինքն ասածս հետեւյալն է, որ ինչքան հնարավոր է մոտեցիր քո աուդիտորիային։ Մոտեցիր, քայլիր, ինչ որ չգիտեմ, սեղանի վրա հենվի, այս վերևից ներքև խոսալը իջացրա իրանց մակարդակին։ Միշտ սա օգնում է։ Ավելի ընդունված ես լինում, ավելի ճշնամաբար չեն կամ չեն փակվում քո հանդեպ։ Իսկ եթե մենք խոսենք ոչ վերբալ սիգնալների մասին, այսինքն այս վերադառնանք մեր ոդքասթի սկզբին, էլ ինչ կա, որը շատ կարևոր է կոմունիկացիայի մեջ։ Աչքերի կոնտակտը անպայման։ Ընդ որում այստեղ էլ մեծ աուդիտորիաների հետ աշխատելիս մարդիկ կարծում են, որ ընդունում են ուղղակիորեն, որ աչքերի կոնտակտը պետք մատուցել բոլորի հետ, որ ֆիզիկապես շատ դժվար է անել եւ անհնար է, բայց փորձում են, հա, ոնց որ փորձում են բոլորի հետ այդ մի վայրկյանանոց աչքերի կոնտակտը ապահովեն, դա մեծ սխալ է, որովհետեւ դու այդ ժամանակ նմանվում ես ինչ որ, չգիտեմ, կենթանու, որ վտանգ է գալիս, հա։ Այստեղ եթե դու կարողանում ես լավ, իրական, աուտենտիկ, ոնց որ էֆեկտիվ աչքերի կոնտակտ պահել մի քանի հոգու հետ, ոչ թե մի, որովհետև այդ մին էլ մյուս ծայրահեղությունը ոնց որ պատանդ վերցնես մի մարդու, այդն սաղ կոլեկցիա ու մնացածը զգան, որ իրանք այս աուդիտորիայում չեն, բայց տարբեր տեղերում, որ դու կարողանաս ապահովես մի քանի հոգու հետ, մի 5-6 հոգու հետ աչքերի կոնտակտ,
ապա այն մյուս մարդիկ, ովքեր որ չարժանացան, այսպես ասած, քո աչքերի կոնտակտին, իրանք կպրոյեկտեն իրանց վրա պոզիտիվ մասով եւ կհասկանան, որ այ ես էլ կարող եի արժանանալ այդ աչքերի կոնտակտին եւ ներգրաված կլինի։ Բայց eye contact-ը նաեւ կարեւոր է one-on-one-ների ժամանակ, այսինքն երբ որ մենք քո հետ հիմա խոսում ենք, դու անգամ եթե ես նայի ուղակի քո աչքերի մեջ ու հետաքրքրված չլիներ, դու դա կզգայր։ Իհարկե, բայց նաեւ շատ կարեւոր է մի ուրիշ ոչ verbal signal հագուստը։ Ու արդյոք այդ սիգնալը կարևոր է բոլոր մշակույթների մեջ, օրինակ ամերիկյանում կարող է կարևոր չի, մեր մոտ կարևոր է։ Շատ կարևոր է, ասեմ որ մասով։ Այստեղ ոչ թե ինչ որ օրինակ, հա, ամերիկյան մշակույթում ոչ ֆորմալն է ենթադրենք, հա, կամ ասենք, չգիտեմ, պետական ոլորտում ֆորմալն է անպայման ու սրանք են, էլի նորից ոնց որ մարմնի լեզվի մեջ պետք չի խորանալ դիտալների մեջ, այլ ընդհանուր պատկերացումն է պետք ունենալ, հա, երկրորդ մեր օրենքն է, երրորդը չեմ ասել, ասեմ։ Նույն ձևի ոնց որ սխալ կլինի ինչ որ դեղատոմսեր դնել ըստ երկրների կամ կուլտուրաների։ Մենք այստեղ պետք է նայենք ընդհանուր առմամբ երկրի կամ ավելի շուտ կորպորատիվ մշակույթի կամ իվենթի ոնց որ ընդհանուր մշակույթի ատմոսֆերայի վրա։ Օրինակ, եթե դու խոսում ես աուդիտորիայի հետ, որը որ կամ սեթափը նենց է, որ ինքը ավելի ոչ ֆորմալ տեղում է գտնվում, օրինակ Թումոյում TEDx-ն է, հա, կամ ասենք, չգիտեմ, մարքեթինգային կոնֆերանս է կամ IT կոնֆերանս, հա, դու պետքա քո արտաքին տեսքով, քո հագուստով համապատասխանես այդ մշակույթին, որպեսզի էլի նորից իրանք ընդունեն քեզ, որովհետև մարդիկ շատ սոցիալական էակներ են, մենք տենց ինչ որ մեր նախնադարյան անցյալում որպես ապահովություն էինք համարում սոցիումի մի մաս լինելը, չէ՞, եւ այստեղ էլի նորից շարունակվում է այս ամեն ինչի ենթագիտակցություն, մենք ուզում ենք տեսնենք մեր նման մեկին, որպեսզի կարողանանք այս մարդուն վստահել։ Հիմա ես եթե գնամ IT կոնֆերանսին կոստյումով ու տենց ինչ-որ տրոյկայով ու սուր քիթ կոշիկներով ու մազերս սենց բան իտալական մաֆիայի պես ներկայացի պես արած, ես չեմ ընդունվի միանգամից տարշենյակ կլինի։ Կամ ասենք իմ հիմիկվա շորերով ես եթե գնամ, չգիտեմ, պետական ինչ-որ լուրջ ոչ թե այն մյուսը անլուրջ է, հա, այլ ուզում եմ շատ ֆորմալ միջոցառմանը, էլի չեմ ընկալվի։ Ու լիքը տենց եղել է, որ ես ինքս այդ սխալը արել եմ։ Իմ նորմալ շորերով, ասենք շուն մանտալուց հետո շորտերով որոշել եմ, որ պետքա չեմ հասցնում դե լավ չփոխվեմ, նորմալ է։ Էդ էլ դե ես եմ, այդ իմ անձն է, բան, ոչ մի քիչ չի դարք, այդ քո անձ, այդ քո կոնտենտը կարա ոնց որ կոտրվի այդ մշակութային, հա, սարերի վրա եւ դու չհասնես քո նպատակին։ Հիմա ով պարտվեց այստեղ դու, որովհետեւ դու քո ամբողջ լավ կոնտենտով նպատակներով օգնելու դիմացինի վրա, դու ուղղակի փաթեթավորումդ այնքան վատներ, որ չկարողացար այդ պրոդուկտը քո ծախես։ Դա քրքիր է։ Ես ճիշտ եմ հասկանում, որ դու ասում ես, որ հակնելով X YZ ինչ որ բաները, մենք փաթեթավորում ենք մեզ ինչ որ ձև ու փորձում ենք ամեն օր վաճառենք։ Այսինքն այն մարդիկ, ովքեր որ հակնում են սուպեր թանկ բրենդներ կամ սուպեր թանկ բրենդների պատենտները, էլի նույն փորձն են կատարում։ Նա այստեղ թանկության մասին չի։ Այո, եթե ես օրինակ գնամ Gap hoodie-ով մի հատ տեղ, որտեղ որ այդ արժե համակարգն է, այդ կուլտուրան է եւ այլն, հա, ինչ-ինչ պատճառներով ես այնտեղ եմ հայտնվել, ես միանգամից չեմ ընկալվի։ Այսինքն, այո, ես պետք է այդ բրենդայինը կամ չգիտեմ, ուրիշ որակովը կամ այդ նույն տեսքինը հագնեմ։ Էլի նորից մշակույթի մասին է, եթե ուզում ասեմ բրենդային մշակույթը պետք է համապատասխանացնես։ Հիմա ստեղ ուրիշ մոմենտ կա մի հատ, որ այդ fake բրենդերի մասին ես դու ասում, սա էլ էլի նորից այդ ֆիթին անելու կամ ասենք չեմ, այդ մշակույթի մեջ ինչ որ ձևով, բայց այս անգամ արդեն ստի միջոցով մտնելու մասին է խոսքը։ Ինչի են մարդիկ դա անում, որովհետև ուզում են կատեգորիզացվեն, որպես ես էլ եմ կարող, հա, ինձ թույլ տալ այս բրենդը հագնելու, դա շատ տխուր վիճակ է, էլի, որովհետև հաստատ դու դե չես մտնում ու ստով ես փորձում այդ ճանապարհը ուղղել։ Ուրիշ հարց թե քեզ ոչ պետք է անդե մտնել թե չէ։ Դա չէ, թե ինչքան զարգացած է դա Հայաստանում, տարածված է դա Հայաստանում։ Էլ ինչ առանձնահատկություններ ունի Հայաստանում
կոմունիկացիան ու հայկական այդ հաղորդակցվելու ձևը։ Հետարքի է, որ օրինակ շատերը միանգամից տենց չեն գիտակցում, որ արտաքին տեսքը կոմունիկացիայի ձև է, հա, շատ հետարքի է, որ դու այդ հարցը տվեցիր, բրենդերի միջոցով, այո, իսկապես մենք փորձում ենք կոմունիկացնել մեր կշիռը հասարակության մեջ, հա։ Տենց մեկ այլ բան, որ մենք էլի նորից ուզում ենք, մենք շատ կարծում եմ, քանի որ ինձ թվում է կոլեկտիվիստական մշակույթ, իդեպ կարելի է այստեղ բանավիճել, կոլեկտիվիստական ենք, թե ինդիվիդուալիստական։ Ինձ թվում է ավելի շատ երկրորդը։ Հա, ինդիվիդուալիստական։ Այո։ Մենք շատ ինձ թվում է իսկապես ինդիվիդուալիստական հասարակությունը ԱՄՆ-ում է, բայց ես կարծում եմ մենք ավելի շատ ենք մոտ հենց իրանց, քան թե կոլեկտիվիստներին։ Հետևանքներից մեկը մեր զարգացած գործարարական ջիհը։ Ու ստեղ ես կարծում եմ մենք ինդիվիդուալիստ ենք ավելի շատ ու ցույց ենք տալիս հասարակությունը հենց մեր քշերը։ Ստեղ կարելի է երկու ձև մտածել, այդ մեր ձեռնարկատիրական ջիղը, չէ՞։ Եթե մենք կոլեկտիվիստական մշակույթի ներկայացուցիչ ունենք կամ էլեմենտներ ունենայինք, հա, մենք կօգտագործենք ոչ թե մրցակցելու վրա, որպես ինդիվիդուալիստներ, հա, այլ ավելի շատ համագործակցելու վրա։ Եթե մենք լինենք ինդիվիդուալիստ։ Չէ, եթե մենք կոլեկտիվիստ լինեինք, մենք կփորձենք համագործակցել։ Իսկ հիմա քո ասածը մենք եթե ինդիվիդուալիստականի մեջ ենք ձեռնարկատիրություն անում, մենք դնում ենք competition-ի մրցակցության վրա ենք կենտրոնանում եւ շահույթ ստանալու ավելի շատ։ Որ շատ ամերիկյան մտածելակերպ է, հա, իսկ այդ ավելի սոցիալական մշակույթները ավելի, ասենք, հասարակության համար արդյունք ստեղծել, impact ունենալ եւ մնացածի մասին, համագործակցային եւ այլն եւ այլն։ Կլասիկ բիզնեսը իհարկե կապիտալիստական մոտեցում է եւ ասենք ինքը միգուցե նաեւ շատ ավելի արագ բերում է եւ այդ անտեսանելի ձեռքը, երբ որ մենք բոլորս մեր էգոիստական նպատակներին հետևենք եւ այլն, բայց արի ու տես, որ կյանքը նաեւ ցույց է տալիս եւ տնտեսագետները, որոնք որ մեկ այլ մեծ ուղղություն է, հա, behavioral economics-ը, ցույց է տալիս, որ մարդիկ ռացիոնալ չեն, իրանք էմոցիոնալ են։ Եվ այստեղ էլ է մի քիչ շեղումը գնում, բայց մենք կոլեկտիվիզմի մասին արի խոսանք։ Ես տեսնում եմ լիքը կոլեկտիվիստական արտահայտումներ նաև մեզ մոտ։ Չնայած որ այդ քո ասածը նաև սպորտում ենք բան եւ այլն ինդիվիդուալիստներ, մենք այտենց թիմային սպորտերի մեջ այդքան չկանք, այդ ամենը ոնց որ պարզ քննարկված թեմաներ են, բայց օրինակ մենք նաև մեզ պահում ենք նենց, որ օրինակ կոլեկտիվիստական հասարակության սահմանման մեջ ըստ Հովստեդեում շատ չոտկա ասվում է, որ կոլեկտիվիստական այն հասարակությունը, որը որ գիտակցում է յուրաքանչյուր իր սուբյեկտ, գիտակցում է իրան ոչ թե որպես առանձին սուբյեկտ, այլ ինչ որ մի հատ հասարակության մաս, այսինքն կան շատ ուժեղ կապեր այդ սուբյեկտների մեջ, սոցիալական, հա, ֆինանսական, փոխկապակցվածություններ, փոխկախվածություններ։ Այն ինչ որ մենք անում ենք օրինակ մեր հարսանիքների կամ նույն բրենդների հետ կապված, մենք ակտիվորեն ձգտում ենք որոշակի սոցիումին պատկանալ։ Թե ցույց տալ ինչ կանենք մենք։ Լավը, որ առանձնանանք։ Այո։ Կարող է նաև տենց, բայց մենք այն լավերի սոցիումին ենք էլի փաստորեն էլի գնում կպնում։ Հա, բայց նայ, ինչի մասին է ընդհանրապես հարստությունը ու ոնց որ wealthy կյանքը ապահովել քեզ ավելի շատ ապրելու տեղ, առանձնանալ բոլորից, այնքան, չգիտեմ, խենք հարստանալով առնում ավելի մեծ տներ, որովհետև մենք տարածք ենք առնում, որտեղ մենք առանձին ենք ինչ որ մի բանից։ Չէ, ավելի մեծ տներ կարող լինեն բարձր պատերով կամ բարձր զաբորներով կամ չէ։ Այո, բայց մենք առանձնանում ենք, չէ։ Ինձ թվում է մեծ տունը ավելի կոմֆորտի մասին է։ Կոմֆորտի մասին է, կոմֆորտը ստեղ ինչ է նշանակում կոմֆորտը, լինել առանձին, ունենալ տարածք, որտեղ դու կարաս լինես առանձին, անգամ քո ընտանիքից շատ հաճախ անես այն ինչ որ ուզում ես տիպ, հա։ Նույնստեղ անվտանգության հարցն էլ է, այսինքն պատկերացրա, եթե դու մի հասարակությունում ես, որտեղ որ սոցիալական վիճակը ցածր է, հա, իսկ դու առանձնանում ես քո անհավասար ես լինում, առանձնանում ես քո հարստությամբ,
հետեւաբար ստեղ վտանգներ են ավելի շատ, չէ։ Չի համարին J-Lo-ին Կալիֆոռնիայում մի քանի հազար մետրանոց տուն։ Ինչի համար, think ապրում է, չգիտեմ, 3 հոգանոց ընտանիքով է կամ 4։ Առանձնանալու, Ну, հա, ես կարծում եմ, ստեղ կա այդ թեորիան։ Ու դու նույն բանը, ոնց որ այդ ենթագիտակցորեն արվում, գիտակցաբար։ Ոնց է ճիշտ։ Հերքսնել, հա։ Ենթագիտակցաբար արվում։ Ես հարցնում որ вообще։ Հա։ Դու գոնե դասավանդում ես։ Ես բայց անգլերենով եմ դասավանդում։ Հա դե։ Так что ես կարծում եմ, որ ինչ որ կապ կարա լինի, բայց ինչ ուզում խոսալ բրենդների մասին հայերի հետաքրքիր է, որ ի վնաս իրականում քո կյանքի որակի է շատ հաճախ արվում դա։ Շատ հաճախ մարդիկ փորձում են առնել այն մեքենան, որը չեն կարողանում սպասարկել, առնել այն ձևով, որը իրենք չեն ձգում կամ եկամուտի մեծ մասը տալիս են այդտեղ։ Ես դրա մասին իրականում իմ շորտսերով փորձում եմ պատմել, թե ինչպես չհայտնվել այդտեղ, որովհետև ես իմիջ գյուս չեմ բացահայտում, էլի ուղղակի ֆինանսական գրագիտությունը, որը շատ հաճախ Հայաստանում տենց անտեսում են, մենակ դրա համար, որ Երևան ինչ որ մարդ, որ իրանք fake it till you make it անեն։ Դե հա, բայց չէ, ստե fake-ի մասին չի, ստե ավելի շատ underlying assumption-ն է, այսինքն կա ավելի ուժեղ դոմինանտ մի հատ ենթադրություն կամ կարևոր միտք, արժեք, որը որ դոմինացնում է նույնիսկ ֆինանսական ապահովությունը։ Ինքը ասում է ոչինչ, դավա ես վտանգի ենթարկեմ իմ ու իմ ընտանիքի ֆինանսական կայունությունը, բայց իմ համար շատ ավելի բարձր նպատակ կա, հա, ավելի ուժեղ, ավելի կարևոր մարդ երևալու։ Բայց ոնց կարա ընտանիքի անվտանգությունը լինի ավելի ցածր, քան երևալու նպատակը։ Ոնց որ օրինակ այլ օրինակներ կարամ քեզ բերեմ, որ մարդիկ, որոնք որ գիտեն, որ օրինակ ունեն շաքարային դիաբետ կամ այլ մի հատ ինչ որ քրոնիկ հիվանդություն, որը որ պետքա ապահովել դեղերով, օրինակ, կամ չգիտեմ, ինչ որ դիետային չեն նստում եւ այլն, բայց չեն անում դա։ Եվ շատ լավ գիտակցում են եւ բազմիցս խոսացվել է իրենց բժիշկների հետ, որ դա քեզ կբերի քո առողջության վատթարացման եւ մահի։ Բայց երբ որ խոսում ես օրինակ շատ խորքային սեանս ես անում մարդու հետ եւ պարզում ես թե իսկ ինչն է իրական պատճառը, պարզվում է որ ինքը չի ուզում նմանվել օրինակ իր հորը, որը որ հիվանդ էր եւ խմում էր այդ դեղերը եւ այլն։ То есть այստեղ իր կյանքը փաստորեն ավելի քիչ կարևորություն ունի, քան թե այդ underlying assumption-ը։ Ես կարծում եմ դու կասես, գիտես ինչ օրինակ է, որ մարդ գնում է հյուր, ինչ որ մեկի տուն ու չի հրաժարվում ուտելիքից, որովհետև թարս կնայեն, ես գիտեի դու այդ օրինակը կբերես ստեղ, բայց okay, հետաքրքիր է, ավելի Չէ, ուզում եմ լուրջ ինչ որ բաներ կան, որոնք որ ռեալ ազդում են մարդկանց որոշումների կայացման վրա։ Մի հատ էլ թեմա կա, որ ուզում եմ քննարկեմ cultural տարբերությունների մասին ու հայկական cultural տարբերության մասին feedback-ը։ Իսկ ինչա կատարվում ստեղ։ Ինչ է։ Օրինակ տալ feedback ու ընդունել feedback, այնքան բնական բան է, որտեղ որ ես աշխատել եմ միջև օրինակ հայկական ընկերությունում աշխատանքի ընդունվելը, բոլոր տեղերում feedback տալը, feedback ընդունելը, դա ինչ որ առանց բարիերի բան էր, քեզ կարան ուղիղ այսպես ճակատի տասեն ամեն ինչ ու դու չէր կարել գնալ լացեր, չգիտեմ, նեղանայր, դիմեր, բողոքեր, ինչ անցես աներ, դու պետք է գնար ու լավացներ այդ սկիլը քո մոտ։ Ստեղ նախ feedback ընդունելը ընդունվում է որպես feedback տալը, մարդիկ բան են անցնում են անձնական, շատ անձնական, սկզբից անձնական, հետո եթե հաջողվի կընդունեն ճիշտ, բայց բացի դրանից, այդտեղ feedback տալուց այնքան բան պետք է տակը դնես, որ դու արդեն մոռանում ես ինչ feedback էր ուզում տայր։ Դե նայ, այստեղ 3 բան կարամ էլի նորից ասեմ, ուրեմն առանձնացնենք նախ feedback տալը, во-первых, հա, ընդհանրապես փաստը տալ թե չտալ, եւ եթե տալիս ես ինչպես։ Այդ ինչպես-ը մշակույթների մեջ է մտնում։ Feedback տալ կամ չտալը ինքը խոսում է էմոցիոնալ ինտելեկտի մասին կամ ասենք ավելի շատ բանի մասին։ Ոնց ասեմ, հարաբերությունների մասին, հեսա կբացատրեմ ինչի նկատի ունեմ։ Նախ եւ առաջ այդ feedback տալը պետք է լինի ձևի մեջ,
գոյություն ունեն 7 օրենքներ, որոնք ես եմ առանձնացրել, եթե քո ֆիդբեքը այդ ձևի մեջ այդ օրենքներին համապատասխանում է, ստանդարտներին, կանոններին, ապա ինքը լավ ֆիդբեք է։ Հա, նու օրինակ մեկը այնա, որ դու պրոստը ոչ թե պետք է ինչ-որ բան ասես հայտնի իրան, հա, օրինակ գամ քեզ ասեմ Արմեն ջան, գիտես, ես նկատել եմ, որ մեկ-մեկ ռուսերեն բառեր ես օգտագործում, հա, դու կասես, հա, գիտեմ, բայց ես այդ օգտակար ֆիդբեք չի, բայց եթե քեզ լրիվ նոր բան եմ ես քեզ ասում, հա, կույր կետում գտնվող ինչ-որ բան է, այդ ժամանակ արդեն ինքը սկսում է քո համար դառնալ իսկապես կարևոր բան։ Մենք խոսում ենք ոչ թե բանի մասին, որ դու գիտեիր, հա, այլ նրա մասին, որ քո համար բացահայտում է։ Ֆիդբեքը պետք է լինի ոչ անձնական։ Ես ոչ թե քեզ պետք է ասեմ դու անպատասխանատու մարդ ես, հա, այլ ես պետք է քո արարքին խոսամ, որտեղ ես այդ տվյալները չունեմ, որ դու իսկապես անպատասխանատու մարդ ես, թե չէ, որտեղ ես քեզ տեսել եմ 2 ինչ-որ, չգիտեմ, 3 էպիզոդի մեջ եւ իմ դատողությունն եմ արել։ Արի ես այդ 2-3 էպիզոդի վերաբերյալ քեզ ֆիդբեք տամ, ոչ թե քո ընդհանուր դու ինչ ձևի մարդ եսի վերաբերյալ։ Ու տենց օրինակ ինքը պետք է լինի evidence-based, կոնկրետ օրինակ ես պետք է բերեմ, ինքը պետք է լինի ակտուալ, ժամանակին քեզ համար պետք է լինի, ինքը նաև պետք է ունենա շատ կարևոր է action item, то есть ես ոչ միայն ասեմ, հա, ինչ, բայց նաև ասեմ ինչ անես։ Բայց կարող է ներքևից են քեզ տալիս feedback, ինչ action item քեզ տան։ Ոնց դու ինչ անես դրա հետ կապված, օրինակ ես քեզ ասում եմ, քեզ աշխատողը գալիս է, ասում եմ, գիտես, sense բան եմ նկատել։ Ու ինչ պետք է տա քեզ action item։ Հա, ես կարծում եմ ճիշտ կլինի sense անես, ինչի՞ չէ որ։ Այդտեղ էլ մենք տորմոզ ունենք բանի հետ կապված, հիերարխիկի։ Դες եթե դասում ես թե ինքը ներքևից է, ուրեմն ինքը իրավունք չունի, չէ։ Ոչ թե իրավունք չունի, ինքը կարող է կոմպետենտ չի։ Կարող է դու ինքը նկատել է ինչ-որ սիգնալ, ու եկել է քեզ այդ սիգնալի մասին ասում է, բայց ինքը չգիտի այդ սիգնալը ոնց ճիշտ ինտերպրետացնել։ Դե քննարկենք, հասկանանք ոնց ճիշտ ինտերպրետացնել։ Իր հետ ես Այո, ես էլ իրան կօգնեմ, որ ինքն էլ հասկանա ու դա կլինի քեզ տա ճիշտ ֆիդբեք։ Հա, տենց, ուրեմն սա ֆիդբեքի մասին, դե մի հատ կամ երկու հատ մոռացա, բայց ընդհանուր պատկերացրեցիր, հա, այսինքն այդ փաթեթավորումը, հա, ինչ վերաբերվում է այդ բուրգերին, այդ action item-ը վերջում կարա լինի։ Բուրգերի տենց իզվեսնի տեխնոլոգիա կա, որ իդեպ հիմա արդեն շատ կլիշե է դառը եւ ոչ բոլորն են օգտագործում, բայց այդ բուրգերի ռեցեպտը այսպես է, դու պետք է հարմարեցնես յուրաքանչյուր մարդուն, ում որ դու այդ ֆիդբեքը տալիս ես։ Այդ միսը մեջտեղում է քրիտիկական ֆիդբեքը։ Դենց հիմա այդ ֆիդբեքը ընդունել, սա փաթեթավորման հետ կապված։ Ֆիդբեքը ընդունել կամ չընդունել, հիշեցի ինչ է ուզում ասեի։ Ինքը կախված է մտածելակերպից եւ կան մարդիկ, ովքեր որ ունեն աճի մտածելակերպ, growth mindset եւ փակ մտածելակերպ։ Եվ հենց փակ մտածելակերպով մարդկանց, հա, բնութագրիչներից մեկը այդ ֆիդբեքին հետադարձ կապին վերաբերմունքն է։ Եթե դու վերաբերվում ես ֆիդբեքին որպես աճելու հնարավորություն եւ ոչ թե քրիտիկա, ապա սա ցուցանիշ է աճի մտածելակերպի, բայց եթե դու հակադարձում ես, դու փորձում ես անընդհատ պատճառներ գտնել, փակվում ես եւ չես ուզում նույնիսկ լսել այդ ֆիդբեքը, ապա սա էմոցիոնալ քո ինտելեկտի հետ է կապված եւ քո մտածելակերպի ընդհանուր, հա, այտենց։ Հիմա արի խոսանք մշակութային կոմպոնենտին։ Ենթադրենք, թե ֆիդբեքը լավ փաթեթավորեցինք, բուրգերի ռեցեպտը գրեցինք, պրինցիպներին հետևեցինք, տալիս ենք այն մարդուն, որ բաց մտածելակերպով, հա, ենթադրենք ամեն ինչ լավ է։ Հիմա մշակույթները ազդում են, սա էլ արդեն Erin Meyer-ի Culture Maps տեսությունից, հա։ Ինքը կոնկրետ խոսում է թե կոմունիկացիայի վրա ոնց են մշակույթները ազդում, եւ այստեղ ինքը առանձնացնում է երկու տիպի մշակույթներ՝ ուղիղ ֆիդբեքի հասարակություններ եւ ավելի անուղղակի։ Եվ շատ ժամանակ սա կապվում է նաև այլ մի կոմպոնենտի հետ, որ հասարակության բարձր կամ ցածր կոնտեքստայնությունն է։ Բարձր կոնտեքստի հասարակությունները դա այդ արևելյան հասարակություններն են, որոնք որ այդ քո ասած ուզում ես ուտես, բայց ասում ես չէ, շնորհակալություն, սոված չեմ, կամ ասում ես ինչ որ բան, բայց հետևում լիքը կոնտեքստ կա, հա, սա բարձր կոնտեքստային է։ Ավելի ցածր կոնտեքստայիններում նշանակում է ավելի ուղղակի, հա, չէ, սա հնարավոր չի ցավոք սրտի, հա։ Չեմ ասում կոպիտ, որտեղ ցավոք սրտին ավելացնում եմ, բայց ճիշտ ասում ես, ոչ թե հա կանենք ամեն ինչ, բայց պարզա չես անելու։ Սա բարձր կոնտեքստային է։ Հիմա, եթե դու գտնվում ես այն մշակույթում, որը որ
գնահատում է ուղղակի feedback-ը, այդ քո ասած նախքին քո երկու աշխատատեղերը կորպորատիվ իրենց մշակույթը ամենայն հավանականությամբ հենց տենց էր։ Այսինքն այստեղ գնահատվում էր բաց խոսակցությունը, անձնական չէր ընդունվում feedback-ը եւ ենթադրվում էր action item քո կողմ կամ ասվում էր կամ ենթադրվում էր ավելի լավ ասվի դեպ որ դու կգնաս ու կաշխատես կուղես այլ մշակույթներում օրինակ ես չեմ կարծում որ չգիտեմ ինձ թվում է պետական ինչ-որ ինստիտուտներում կամ ավելի շատ հարաբերությունների վրա հիմնված օրինակ բարեգործական ինչ-որ ընկերությունում այդ բաց հետադարձ կապի կուլտուրան ողջունվում է եւ ընդունվում է եւ այո քանի որ այդ մշակույթը չկա ինքը կընդունվի անձնական նկատում ես որ կա կյանքի մակարդակի տարբերություն են երկրների միջև որտեղ կա ուղիղ feedback-ին բաց culture-ը ու feedback-ին փակ ոչ միայն նկատում եմ սա իմ փորձի հիման վրա այլ ստեղ կան նաև տվյալներ եւ որտեղ որ ըստ Հովստեդեի կան հիերարխիկ եւ հավասարամետ հասարակություններ, հա, hierarchical կամ egalitarian հասարակություններ են, ինքը դա անվանում է high power distance կամ low power distance, հա, high power distance-ը դա հիերարխիկ նա երբ որ բոլորը գիտեն այդ հիերարխիայում իրանց տեղերը եւ բոլորը օքեյ են դրա հետ, հավասարամետը այդ են հասարակություններ են, որոնք որ ձգտում են հավասարության, հա, կամ ինչ-որ ֆորմայի ձևով կամ իրական կոնտենտի։ Եվ կան տվյալներ, որ ավելի հավասարամետ հասարակություններում խոսքի ազատությունն է ավելի բարձր, հա, եւ օրենսդրներն է դա նաեւ ամրագրված, եւ շատ հետաքրքիր է քո ասացի հետ կապված ասա գրանցված պատենտների գրանցված, հա, intellectual property մտավոր սեփականության գյուտերի թիվը շատ ավելի բարձր է հավասարամետ հասարակություններում։ Ինչու՞, որովհետև յուրաքանչյուր անդամ հասարակության իրան ընդունում է որպես հավասար մյուսին, չի սահմանափակվում որոշակի հիերարխիաներով իր գլխի մեջ, կարողանում է արտահայտի իր միտքը բաց, եւ եթե նույնիսկ դա հիմար միտք լինի, դա չի ստիգմատիզացիայի ենթարկվի, եւ եթե դա լինի օրինակ շեֆը նստած սենյակում, իրան չի կանգնացնի, որովհետեւ ինքը իրան հավասար է զգում։ Եվ հենց դրա արդյունքում է, այդ թվում նաեւ բաց ֆիդբեքի եւ այս հակամարտության, այսպես ասած, առողջ քննարկման արդյունքում է, որ ստեղծվում են հետաքրքիր մտքեր, որոնք որ հետո պատենտավորվում են եւ դառնում են գյուտեր։ Հետաքրքիր է։ Մերսի շատ քեզ զրույցի համար։ Ես հույս ունեմ, որ մենք նորից կհանդիպենք այս ստուդիայում ու կշարունակենք այս զրույցը, քանի որ դեռ լիք բան կա քննարկելու։ Մերսի։ Մերսի, ես եմ շատ ուրախ, շատ հետաքրքիր։